Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Hands այնպես for a minute Կյանքներս կերել է Մամաս բոբո էր Մեծ կնիկ ես Նադյա ինչ ես անում Խայտարակ էինք լինում Կապնվեցին ինչ որ մարդկանց հետ որ եկեք մեզ փրկեք Դու գժվել եք ինչ եք ուզում ինձնից Մատ երգեք էլ ասում Նադյա դու լուրջ ես ասում հիմա Մամաս ցած կանգնում էր կարուսի դիմացը Քայ երեխեն զույգն բասանոշկա չուներ ասում այդ ու ես Իջնում եմ Ռազմիկ Ամյանի ձեռքերի վրա սպանում են իրար ասենք Մամա ինչ ես ուզում թող քնեմ Հիմա չգիտեմ կնայեն կհիշեն ինձ բան կանեն բայց պիտի պատմեմ Երկչուհի Էմին գնում մեկ է չկա Արի Սևան գնանք ինչ անապակել Սևան գնանք Սիրո ջամփին այդ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա Step by Step Group Այսօր հենց այնպեսի հյուրերն է Սփյուռքահայիմ սիրելի երկշույներ Ներողություն Եվ Արմինկա Ամենաերևանցի վերջացրու Սփյուռքահայ Կարոտած ես այնքան ուրախ եմ որ դուք երկուսս միաժամանակ եկել եք Երևան արձակուրդներին ու ես վայելում եմ ձեր ներկայությունը հենց այնպեսի տաղավարում Անհամբեր սպասում էի որովհետև գիտեի որ գալու եմ քեզ մոտ ու ահավոր ոգևորված եմ մանավանդ որ գիտեմ ում հետ եմ Ես էլ եմ շատ ոգևորված պատկերացնում ինչ էպիկ պատմություններ են այսօր պատմվելու հենց այնպեսում Ես դες հյուրասիրեմ նաև մեր գործընկեր Անդակո ընկերության զուգ իտալական բնական հյութերը Նրանք չեն պարունակում շաքար առանց գունային համային հավելումների Մենք դեմ չենք շաքարին ճիշտն ասած Հա այդ դեպքում համը ընտրեք շատ համեղ են չեք էլ զգա որ առանց շաքար են Հիմա պիտի ընտրենք Ընտրեք ես Մանեջան լավ չեմ տեսնում եթե ասես Չէ, բայց իսկապես Ոյ, իսկապես լավ չեմ տեսնում Կարմիրը ինչը Կարմիր նարինջ Եմ կա սպանել եմ Կարմիր նարինջ Մանեջան շաքարս ցածր է ինձ մի քիչ էդ որը որ շաքար Եվ ռազմատեսքից չխափնվեք Դիմանում լավ չի Եվ եմ դու էլ ասա որը բացեմ Ամերիկայից վերադարձել եմ ձայնս չի վերադառնում Բայց այսօր երկելու ես միևնույն Թակվորի մերը Քեզ որ օրիգինալ բառերով Բայց թակվորի մերը երբեք չես երկել Քեզ որ հյութը հյուրասիրեմ Ես ճիշտը որ ասեմ ցիտրուսից ալերգիա ունեմ ես կընտրեմ երևի թե խնձոր Մանգո Չէ խնձոր Հետո ասում են բոյովացնում ախնդեր Դու դեռ փայքար Երկրորդ 20-ից հետո արդեն ամեն ինչ շատ կամ կարող է երկրորդ 20-ից հետո Բայց դա ոնց որ կիվի է Էս խնձոր ու կիվի է չես սիրում Չէ տարբերություն Ավելի շատ խնձորի համն ես գալու Okay Նախորդ հաղորդման ասում եմ ավելի շատ կիվի համն ես գալու ու ոնց արմարա Եվ ձեզ հյուրասիրեմ նաև քաղցր մեր հայկական արտադրության Մարիանա ընկերությունը արտադրում է բալմի ապրանքատեսակը շատ համեղ պահպաղակներ են Միջարոտ շատ գեղեցիկ փաթեթավորում ունի գեղեցիկ տեսքով Սերուսկային կարակով են ու շատ համեղ Որ համն եք ուզում շոկոլադ Ուրիշ ինչ համեր կա Արի կրեմ բրուլե քեզ հյուրասիրեմ Ելակ Սենց բաներ ձեր ամերիկաներում չկա Ես տարբերություն չկա, ես պաղպաղակ սիրում եմ, կփորձեմ որը որ Շատ լավ, մի քիչ սառած է, նոր ենք հանել սառնարանից, ընթացքում կհանենք Կինոյի ժամին Քեզ ելակ ենք բերել Արմինկա Ես այսօր կարմիր գույների մեջ եմ, շնորհակալություն Ես էլ վանիլա կհամտեսեմ Հիմա այսօր եւ կհիշենք, ահա Համեղ բաները հյուրասիրեցի, sense բաներ ձեր ամերիկաներում չկան։ Մենք դեմ չենք ոչ մի բանի այստեղի հետ։ Մենք մեր ամերիկաներում իմիջայլոց մեր սառնարանում համենայն դեպս վստահ եմ քո 90% հայկական ապրանքանիշ կգտնի։ Նոր անուն, անկրկնելի համեր, սերուցքային կարակով պատրաստված ներփահամ պաղպաղակներ։ Վայելիր համերի յուրօրինակ համադրությունը Բալմի, անգամ անունն է համեղ Կարևորը մեր թեմաների մեջ չխորանանք Չէ, խորանում ենք մեր թեմաների մեջ ու պատմում ենք հենց այնպես պատմությունները, ինչ էպիկ դեպքեր ու իրադարձություններ ու իրավիճակները քիշե
Բայլեսի նախորդ օրը խոսում ենք, ասում եմ, MK որ մեկը հիշես, երբ որ պիտի հստակ հիշես ինչ որ բաներ, պարզա չէ 5 տարիների, եթե խոսում ենք հայերի ժամանակաշրջանը, դե որ մեկը հիշենք։ Ասենք մեկը մյուսից պայթուցիկ, ասենք պատմություններ։ Բայց ինձ համար չգիտեմ ինչի միշտ 5 տարի չի եղել։ Ես ինձ համար ոնց որ մի հավերժություն ա եղել։ Հենց մեր կազմով, այո։ Դու նշեցիր 5 տարի, բայց ինձ թվում էր ավելի երկար է։ Էմ իրականում ինքը 5 տարի, բայց այդ 5 տարվա մեջ գումարի ամեն տարում, չգիտեմ, մենք ախր շատ խիտ ու շատ հետաքրքիր կյանք ենք ապրել։ Այո, Օրը 24 ժամ։ Եթե մեզ թույլ էր տալիս քնել, Նադյան մի քանի ժամ, եթե մենք ունենում էինք շաբաթ կամ կիրակի, այդ մեծ երջանկություն էր։ Դե գնանք հայերի տարիներ։ Բայց հիմա քեզ պիտի ասեմ, որ ամենակուրիոս պատմությունները ախր հենց Նադյայի հետ են կապված, որովհետև անհնարին բաներ էին անընդհատ իր հետ կատարվում, չգիտեմ ինչի էր այդպես։ Ամենաշատը դեպքերը հիշում եմ ուրեմն այդ վերջին տարիներին շատ ինտենսիվ հաճախում էր ատամնաբուժի ու այդ մի ատամը չէին կարողանում ֆիքսել։ Երկարատև բուժում էր։ Էմ աջ կողմում էր թե ձախ։ Ամենաերևացող ատամներից մեկը, հավանաբար Ժանիկի կողքի ամենաշատ երևացող, չէր ֆիքսվում, նո ոչ մի ձև։ Անընդհատ ինքը դուրս էր գալիս։ Ժամանակավոր ատամ էր եւ հավանաբար երկարատև բուժման կարիք ուներ։ Այն որ ասում եմ, նա սամում ինտերեսն ամեն անգամ այդ տեղերում այս ատամը դուրս էր գալիս։ Լուրջ ընկնում էր, sense պրոստո ուղղակի ինքն բեմում, չգիտեմ, տրապի տակ սամալյոտի։ Ման, ուրեմն պատկերացրու։ Մենք էլ ինքնս կորսրե պապայա ատամն շուշ։ Լորջը։ Վերի ատամնաբուժերի խնդիրն է։ Կամ արտիստների։ Կամ այդ իրանց բնավորության։ Որ չէին գնում բժշկի։ Ուրեմն այս դեպքը շատ ցայտ ունեմ հիշում, շատ տպավորիչ, ուրեմն շատ շքեղ հագնված, գալիս ենք մանկական երկաթգծի վերաբացումը պիտի լինի, ամբողջ կառավարությունը ներկա է եւ բացումը անում ենք մենք հայեր խումբն է անում, ընդ որում այդ մեր ժամանումից սկսած ինքը արդեն շատ պաշտոնական, այսպես մենք տակից բեմական հագուստներով, վրայից երկար պլաշներով, որ ոչինչ չերևա, շատ այսպես շքախմբով գալիս ենք, դիմացից գալիս է կառավարությունը շքախմբով եւ Վանոս Իրադելյանը, որովհետեւ իր հովանավորության ներքո է բացվում մանկական երկաթգիծը, բոլորով գալիս ենք, ժպտում ենք, նախարարը գալիս է, ժպտում ենք, Նադյան արդեն իր բոլոր հրահանգները տալիս է, դե գալիս ենք աղջիկներով, հետևից տղաներով, սենց այդ ամեն ինչը բեմադրված է, էլի ձևերով, գալիս ենք ու այդ պահին, որ բարև Նադյա ջան, բարև երեխեք ջան, բարև ձեզ պարոն նախարար, այդ նախարարը մնում է բերան մեջ, ուզգում ենք պարոն նախարարը ասում է, Նադյա ինչ եղավ, սենց եմ, Ռադիկ, ատոմս, ախր մենք այդ կոդերը գիտենք, հիմա մենք տենց կողքի ճպտում ենք, ես չգիտեմ գոգաներով, դե պիտի ծրենք այդ խոսակցությունը, ոնց եք պարոն նախարար, մինչև ընդեղ արդեն բայց ականջի ծայրով լսում ենք, նայց բա որտեղ է այդ ատամը, ռայց մնաց չգիտեմ դաշնամուրի են խրուստալի վազայի մեջ, բանալին որ, բայց ախր այդ ամեն ինչը հաշվարկած է, մենք հիմա պիտի մտնենք, ընդեղ մեզ պիտի դիմավորեն, մենք պիտի գնանք դեպի բեմը, դա կատաստրոֆա, հասկանում ես, Ռադիկը պիտի գնար այդ ատամը բերելու, մեկ էլ, երևի, մեկ էլ այդ ատամի հետ մի բան էլ պատմեմ ու այդ նույն պատմությունը նույն մարդկանց հետ անընդհատ եղել է, որտեվ մի անգամ էլ տենց տրապի տակ ոստիկանները ու security-ին նախարարի ընկած տրապի տակ ատամ են նման գալիս։ Տիկին Սարգսյան ձեր ատամը։ Այդ ատամը քանի տարի տևեց այդ վիճակով։ Շատ երկար։ Ման վերադառնում ենք Վրաստանից շատ հոգնած։ Տարապած ասում։ Ինքն է մանեկելիքը։ Վերադառնում ենք Վրաստանից, էլի գնացել ենք այնտեղ բաներ։ Մի օրվա մեջ կիրակի օրով նախագահական, թե ներքին գործ։ Շավարմաձեի համար են գնացել, մեր երկիրը թողած գնացել ենք։ Մեզ ուղարկել են այնտեղ էլի պետական ինչ-որ միջոցառում ու շատ հոգնած վերադառնում ենք ու մեքենայի մեջ տղաները առանձին էին, մենք այդ օր աղջիկներով էինք։ Մի քիչ որտեվ տարածությունը շատ էր, կարողանում էինք գոնե կիսապարկել, շատ հոգնած ենք, շատ ու վերադառնում ենք, այն որ հոգնածությունից ապուշանում ես, Ինչով եք վերադառնում։ Մեքենայով, վենով։ Հիմա այդ մայրուղը վրա բոլորս էլ շատ վատ տեսքերով, Նադյան հոգնածությունից ու արդեն գժվել է, չգիտի ինչ անի։ Հենց գումա մեքենայա գալիս կողքից,
Ատամը հանում է, այսպես դեմքով կպնում է, ասենց պիտի անեմ, որ հանդիսատեսը հեռուստադիտողը տեսնի։ Ասենց դեմքով, որ այդ ատամը կպնում է մեքենայի ապակում, որ կողքի մեքենաներին վախացնի։ Մեծ կնիկ ես Նադյա, ինչ ես անում։ Վայ Աստված, վայ։ Բայց այն ժամանակ երևի 30-35 տարեկան։ 40 չկար։ Եթե ես մոտավորապես 9 տարեկան էի, Հայաստան էի։ Ես ընդունվել եմ խումբ, Նադյան 34 կամ 30։ Նորմալ գժություններ Նորմալ գժությունների տարիք է, իրենք շատ մեծ թվում, Դե բայց հետո էլ չի փոխվել, ինքը միշտ ապրիլի 1-ին բոլորին կանչում էր ինչ-որ այռապորտ, միջև վերջի օրը։ Վերջին ապրիլի 1-ը Հրաչ Քեշիշյանին вообще հիվանդանոց էր ուղարկի, ասել էր վատ եմ, արի քեզ տեսնեմ։ Ինչ-որ sense պատմություններ։ Ապրիլի 1-ին ոնց կարելի է հավատալ ինչ-որ մեկին գնալ հիվանդանոց։ Նադյային կարելի է հավատալ։ Արդեն վատ առողջ է։ Արդեն շատ։ Այդ ժամանակ։ Վերջին դրանց քիմիաները վրա։ Էլի չի հանձնվել էլի։ Մինչև վերջի օրը հումորը տեղն է եղել։ Իսկ վերջին օրը պալատում Եվրատեսիլի ելույթ էր բեմադրում ու Նիկի Նեգիբյան ասում էր, որ հաջորդ գնացող երեխայի արանժիրովկայի մեջ ինչը փոխի։ То есть չի հանձնվել երբեք։ Բայց Նադյայից էլի բաներ հիշեք, որովհետև ինքը այն վառ կերպարն է, որ Բայց սենց ասեմ, հայը մնաց Նադյա, էլի Տիկին Սարգսյան։ Հա, չէ, ինքը միշտ Նադյա։ Ինձ միշտ վստահում էր Արմինկայի հետ, որովհետև խմբում երևի թե ամենապատասխանատու մարդը, հա, Արմինկան էր։ Անհնարին էր մենք գնայինք համերգի, այդտեղ պատերազմ չլիներ, գնդակահարումներ չլինեին, միտինգներ չլինեին, երկրաշարժ, ամեն տեղ, որտեղ ինչ որ մի բան կարող էր պատահել, մենք բեմում էինք։ Եվ ես էլ ուղղակի տենց վերջին երգը կանգնում էի Պապայի գրած Հայաստան երգն էի երգում, Սամվելը Գրիգորյանից բարձրացնում էր, ուսերին էր բարձրացնում, տենց էլ հետո ինքն էր, ես սկսեցի մեծանալ, ինքն էլ արդեն չէր կարողանում ինձ բարձրացնել, այդ ժամանակ արդեն ավարտվեց այդ ամեն ինչը։ Բայց կրակոցներ բարի ուղիղ իմ։ Այո, ամենա։ Խոսում ենք Հայաստանի ամենավտանգավոր տարիներ, 90-ականներ, վստահ եմ շատ լավ հիշում ես, հա, դուք նույն տարիքի եք, դուք փոքր եք Բայց ես ներկա եմ եղել։ Ամենավտանգավոր տարիները, իսկ մենք ամեն օր Հայաստանում գրեթե գյուղ ու շրջան չկար, որպեսզի այդտեղ չլինեինք ու մարդկանց շատերի ձեռքին պատերազմից հետո զենք կար։ Հասկանում ես, ու բոլորը անկառավարելի էին։ Ու ենթադրենք, այսօր դա ենք խոսում, համերգները անվճար էին։ Ու դահլիճները շատ արագ լցվում էին, տեղ չէր մնում։ Ստիպված դահլիճները ներսից փակում էին մշակույթի տան, որպեսզի դե տեղ չկա, հասկանում ես, օդափոխություն չկա, շոքեր, ձմռանը ցուրտ էր, այսինքն հնարավոր չէր, որտեվ պիտի դահլիճում այդքան թթվածին լիներ։ Ու գալիս էին, սկսում էին ապակիները կոտրել, այդ լույսերն էին լրիվ անջատում, լարերն էին կտրտում։ Մի տարի հիշում ես, կամազներով փակել էին դա։ Չեն կարողացել մտնել ներս, այդ լավ տղերքը գյուղի կամ չգիտեմ թաղի կամազներով եկել փակել էին ու որպես պատիժ որ մենք կարողանանք գյուղից դուրս գալ ու մենք սոված ծառավ գիշերվա կեսին քիղճ ու կրակ ինչ արեցիք բայց դե մի կերպ այնտեղ տարբերակներ գտան կապնվեցին ինչ որ մարդկանց հետ որ եկեք մեզ փրկեք մեզ այստեղ կոպիտ ասած մեզ բան էին արել բլոկադա էին արել չէին թողնում դուրս գային լույս չկար մերիկարոսի լույսերն էին վառվում բեմին լույս էին տալիս Բայց արի այդ պատմությունը հիշենք, էլի, ուրեմն այդ լսի, ես ինքս MK-ի հանդեպ միշտ ուրիշ մի բան ունեի, չգիտեմ, ինձ համար կրծեր քույրիկ էր, ինչ-որ սենց մենք շատ ենք իրար հետ ժամանակ անցկացրել, հաճախ տանում է իրեն մեր տուն, շատ կապնված ենք եղել։ Դրա համար մինչև այսօր անբաժան անկակտելի, ուրեմն հերթական համերգն է Կիրովականում 93 թիվ։ Ինձ որ ասում են Արմիշ այդ որ թիվներ 1900 Տղաս ասում է դինոզավր տեսել ես։ Հա։ Ուրեմն համերգ ենք երգում Կիրովականի սպորտ դպրոցա։ Ինչո բասկետբոլի դե պատկերացնում ես չէ վատ սաունդով բան, բայց կարևոր չի մենք էլ այդ մեր։ Բայց շատ կարևոր էր որ բոլորը լայվ էին երգում։ Կենթանի ձայն վատ звук, թե լավ звук, կենթանի հիշողություն։ Լսի, Նադյան ասում էր կապ չունի 4 հոգի է դահլիճում, թե 400 հոգի։ Հա, բայց իսկապես։ Բայց մենք լայվ ենք երգում։ Լայվ ենք երգում ու պիտի Շուշոներ տենց ասել։ Ով։ Բոլորը։ Մի խոսքով մեյքափով բանով տեղին բեմական ասենք, նես չէր էլի, որ ասենք նայած ասենք քիչ են դահլիճում, բեմական հագուստ չկրենք։ Մի խոսքով։ Համերգը Փառք Աստծո վերջացնում ենք արդեն ավարտին է մոտեցել։ Հայաստան աշխարհը գալիս է ճուտիկը որ երկի։
Արդեն երգել ենք մի քառյակ բան ու շատ լավ հիշում եմ, ես եմ Գոգանա։ Գոգան, Նադյան, Ջուսը, Յանինան այն ժամանակ հերթական ու եմկան կանգնում է մեջտեղը մեր։ Մենք իր հետևն ենք, հետո տղաներն են։ Վերջին քառյակ, վերջին երգը։ Բան կրկներքի ժամանակ մի քանի ֆիդայի որոշեցին, որ իրանք պիտի հավանաբար այդ Հայաստան աշխարհ կանգուն, երևի իրանց մեջ արթնացրեց Հայաստանի ողջ սերը, սկսեցին կրակել, ուղղակի ու դահլիճում հարյուրավոր մարդիկ են երեխեք։ Ուղղակի հանեցին, սկսեցին կրակել։ Դա էլ ասակ, կուլիս չկա, որ փախնես։ Ու կուլիս չկա, բեմը չունի կուլիս, բեմը ունի ընդամենը փոքրիկ վարագույր, այդտեղ բերել են դպրոցական սեղաններ ու նստարան, մենք այդտեղ ենք փոխվում։ Իրար վրա դր, մի խոսքով։ Այդ անբացատրելի պայմաններում ենք աշխատում։ Լսի, ես մենակ լսեցի, որ հուշտը կպներ, չէ՞ տղեկ։ Հա, եթե ասենք կպներ ու հետո չգիտեմ, այդքան երեխա բանում։ Ինքը բավական մեծ է, բեմից հեռու է, բայց կապ չունի։ Ես մենակ լսեցի, որ Նադյան գոռաց երեխես։ Ու էդիմ այդ բնազդաբար էդիմ բանը, ես մենակ հիշում եմ, որ ես էլ այդ ճկուն բան դեմքերից չեմ էլի այդ որ ասեմ, բայց ես հիշում եմ, որ ես վազեցի, միկրոֆոնս թողեցի, դե լարով էր միկրոֆոնները։ Եմկային գրկեցի ու մենակ հիշում եմ, որ քանի որ շատ էինք գնում պատերազմական այդ տարիներին, շատ էինք գնում առաջիկից գյուղեր։ Մեզ միշտ ասում էին ավտոբուսների մեջ, ասենք թե կրակոցները, պարկեք։ Ես միշտ հիշում եմ, որ այդ պարկեքը։ Ու ես հիշում եմ, որ ես եմկայի այդ վազեցի այդ կուլիսներ ու մենք պարկեցինք, պարկը։ Ես էլ ընկա իրա վրա, որ թրթ Հունան Ավետիսյանն է էլի։ Բայց լսի չես պատկերացնի։ Հիմա ծիծաղով ենք հիշում, բայց գիտես մենք այսինքն ամեն ինչ կարող էր լինել։ Կամիկաձե էր, իրոք չգիտեիր որտեղ կհայտնվեիր։ Ես էլ հիմարաբար իրանց հետ։ Դե, միամտաբար, հիմարաբար չէ։ Հա, ես մենք որ վերադառնում էինք, պամադային քսում, կարմիր պամադային քսում, որ մառախուղի ժամանակ ագարակ հասնեինք, չգիտեմ, մեղրից ագարակ, որովհետև հա, մեկ ավտոբուսի ֆարերի վրա կարմիր պամադային քսում, որպեսզի մառախուղի ժամանակ, չգիտեմ, օգներ չկա, տենց բան կա։ Շատ լավ եմ հիշում։ Մամաս էլ կարմիր պամադա միշտ ուներ։ 90-ականներ ապրած գոյատևած, հա, երեխա։ Կարմիր պամադան դրա համար եմ միշտ մոտս պահում էլի։ Եթե չգիտեի։ Եթե այդ մեկը չէի հիշում, տես, ինձանից։ Շատ լավ եմ հիշում։ Դորեմիի ժամանակ էլ որ գնում էինք, դե մի կարուս երեխեք են, ծնողները վստահել են, գնում ենք համերգների ու մառախուղ։ Մամաս ցած կանգնում էր կարուսի դիմացը, պապաս էլ դե լավ վարորդ ա եղել իմ պապան, շատ լավ վարորդ ա եղել, ինքն էլ զգում էր, եթե պապաս լարված էր, ուրեմն բոլորս պիտի լարված լինենք, ուրեմն դա շատ վատ ա, էլի։ Ինքը ավելի հանգիստ էր։ Չէ, ինքը լարված էր, որտեղ ճանապարհը շատ վատն էր, ու տեսնում ես պապաս լարված ա, ուրեմն ճանապարհը իսկապես վատ ա։ Որովհետև առօրյայում շատ հանգիստ էր, եթե լարված էր, ուրեմն իսկապես ամենից շատ վատ է։ Եմ գիտես ինչ հիշեցի, որ ասեցիր, դե մենք շատ հաճախ լինում էր, որ Դոդոյի մեքենայով աղջիկներով, դե որպես բան էլի կոմֆորտ, ասում էր դուք իմ մեքենայով կգաք։ Մի տարի հիշում եմ, դե նավիգացիա չկա, ոչ մի բան չկա, հա, ինքը Հայաստանի ճանապարհներով շատ վարել է, ծանոթ է, բայց մի խոսքով մի օր Գորիսից դուրս ենք գալիս։ Իրար վրա նստած, հետևը 4 աղջիկներով, Նադյան դիմացը, էլի տենց մեռած, հոգնած, մի քանի օր չլողացած, վերադառնում ենք Երևան։ Լսի գնում ենք, հասկանում ենք, որ ճանապարհից շեղվել ենք։ Գնում ենք, քշում ենք, արդեն մոտ առապես 2 ժամ քշում ենք։ Մարդ չկա, որ գոնե մեկին հարցնենք, ուր ենք գնում ու ուր գնանք։ Ճանապարհին տեսնում ենք մի պապիկի, Դոդոն կանգնում է մեքենայով, ասում է՝ հայրիկ ջան, սենց որ գնամ, ուր եմ գնում։ Շուռ եկավ հայրիկ ասեց, տղա ջան, տենց ուղիղ գնում ես Բաքու։ Դու պատկերացնում ես մեզ։ Ասես մի քիչ էլ որ գնաս ուղիղ մտնում ես Բաքու։ Եվ դա հետո դարձավ հումոր, որ պատմեցին Ռադիկը ամեն անգամ, որ ավտոբուսով գնում էինք համերգների, պատուանը բացում էր, ասում էր՝ ժողովուրդ, Բաքու ենք գնում, ասում էին չէ։ Հա, վախենալու էր, հա։ Որտեղ ոչ նշան կա, ոչ մարդ կա, ոչ էլի այդ վաղ 90-ականներ, այսինքն անգամ երևի պատերազմի ժամանակ, չգիտեմ, պատերազմի 94-ին ավարտվեց, մենք այդ ժամանակ առաջին անգամ գնացինք Արցախ։ Բայց Արցախում կուրիոզներ ունեցել ենք։ Զինվորները մեր հետ հավասար իրանք ղափաման էին երգում։ Ես դաժե այդ վիդեոները ունեմ, քեզ կուղարկեմ հետո։
ձայնը կտրվում է, որտեվ լույսը անջատում է, զինվորները սկսում են մեզ հետ հավասար իրանց հետ այդ ժամանակ ես մենակ Հայաստան էի երգել Ղափամա։ Ես հիշում եմ Տիրամորգովքը սկսեցին մեզ հետ երգել, առաջի զորամասը։ Ես հիշում եմ, որ վերջին համերգը Ստեփանակերտում էր, բայց առաջին համերգը Խոջալույում էինք, չեմ հիշում։ Դե մտածում ենք եկել ենք Ղարաբաղ, ով պիտի մեր երգերը։ Լսի Տիրամորգովքը սկսեցին երգել, մենք սկսեցինք լաց լինել։ Տեսանք, որ երեխեքը նստած գետնին, երգում են մեզ հետ հավասար։ Սա ծիծաղալու պատմություն չի, բայց այլ պատմեմ, ուրեմն համերգից հետո լիքը երեխեք մոտեցան, ասեցին կարող ենք ձեզ հետ բան ուղարկել տուն, գրություն։ Ասեցինք լավ, բայց դե այդ պահին հարմար չի որ մտնեն զորամաս, մինչև թուղթ բերեն, մինչև բան, մեզ արդեն ավտոբուսները սպասում են, բոլորը հանեցին իրենց թաշկինակները, մաքուր, լվացած։ Բա որտեղ գրենք, դες պատտվում է, ասում է դրեք մեջքից գրեք, գրում էին, ասենք թե մամա ջան, պապա ջան, լավ ենք եւ այլն բան, ու այդ այսքան թաշկինակ էի բերել հետս Երևան, հա, բայց հիմա մտածում եմ, որ զանգեմ, մինչև այդ մի քանի վայրկյանում ասեմ, որ Ղարաբաղից եմ եկել, որ բացատրեմ, ինչ պիտի, բայց ու դու չես պատկերացնի, բոլորին ժամադրում է այդ բոլոր թաշկինակները։ Նախ առաջինը, բան է, հենց որ զանգում է, արագ ասում է, ես երբ չեմ Ղարաբաղից եմ եկել, ձեր երեխեքին տեսել եմ, արդեն են, որ ուրիշ բան չսպասեն, էլի, որ բան գրություն են բերել, կգաք վերցնեք, մամաները գալիս էին այդ թաշկինակները, համբուրում էին, ասում էին կթողես աչքերը համբուրենք, որ այսպես։ Բա այնքան լավ, բայց չէ, գիտես, ես օրինակ ես որ հիշում եմ, Նադյան մեզ ինչ էր ասում այդ ժամանակ, ասում էր դուք երեխա եք, լավ չեք գիտակցում, դուք ինչ եք անում, ասում էր դուք չեք գալիս այստեղ ուղակի երգեք զինվորներին, իսկապես չէինք հասկանում, ման ջան, որովհետև գիտեինք, որ պատերազմ ա եղել, բայց փակ էր, չէ, ոչ մի բան ամեն ինչի կարիքը իրանք ունեին, ամեն ինչ չէիր տեսնում։ Ասում էր դուք չեք հասկանում ինչ եք անում, ինչքան մարդասիրական գործ եք անում։ Լավ է շատ։ Էլի շրջագայություններից, հյուրախաղերից բաներ հիշեք։ Մի բան էլ դու շատախոսեցի։ Ադլերից այդ օրը ծառ էին պայթացրել ինչ որ։ Չէ, դու չես պատկերացնի, ասենք Պապայիս կողքի ծառը, պապաս դուրս էր եկել ծխելու, ինձ Արմինկայի հետ էլի ուղարկեցին Երևան։ Իրանք շարունակում էին համերգները եւ այդ օրը նույն համերգից հետո դուրս են գալիս, ու ճաշկերույթ բոլորի համար բանկետները միշտ պարտադիր էին։ Դուրս են գալիս պապայինքս մամայի հետ ու մուզիկանտներով որ ծխեն, այդ օրը ինչ որ էլի գողականներ, չգիտեմ ինչեր, իրար հետ պատերազմային։ Այդ ժամանակ այդպես էր։ Ծառ են պայթացնում, պապաս տենց կողքը կանգնած։ Ու լիքը տենց բաներ։ Բայց ինչքան են փրկվել էլի փաստորը։ Հա, մենք շատ ենք, մենք գոյատևել ենք այդ տարիներին։ Փրկվածները, հենց այնպես։ Փրկվածները։ Մեկ էլ հիշում եմ, որ ասենք Բայց մի ենթադրենք բան էլ ասեմ, էլի պիտի կտրեմ խոսքը։ Այդ բոլոր համերգները, գյուղեր, մարզեր, զորամասեր, արտասահման, Ռուսաստան թե արաբական երկրներ, բոլոր համերգների ընթացքում հնչել են տարբեր տեսակի բարձր որակի երգեր, նույնիսկ կիսամերկ հագնված երգչուհիներ, բայց այդ ամեն ինչ ուրիշ ձև էր նայվում, դա չէր նայվում վուլգար, դրա մասին ոչ ոք այլ կերպ չէր արտահայտվում։ Երբեք։ Չէ, լսի, մինչև այսօր թերթեր կան, ասենք փաստացի ես ունեմ արխիվ ունեմ հսկայական, վստահ եմ դու էլ ունես այդ թերթերի, ասենք մեկնաբանությունները, ասենք թե այ դու չես, հայրենիք են եկած, չգիտեմ, երաժշտախումբը Նադեժդա Սարգսյանի բանով մեջ շուքով մեզ դիմավորում էին, այ առաջին անգամ թռնում ենք Բեյրութ,
ամենա սիրելի իմ ճամփորդությունը։ Իմ ծնունդի օրը։ Կյանքներս կերել է։ Զատիկ էր։ Հիշում ես ճուտիկները գունավոր։ Զատիկի Ես 94 թիվ, ուրեմն 10 տարեկան էի։ Օ, 10 տարեկան էի եւ Մուրզոյի անունը այդտեղ է կնքվել Մուրզո։ Ու ինչի Մուրզո։ Այդ դու կպատմես։ Այդ ես ասա կպատմի։ Դու քո պատմությունը պատմի։ Թռնում ենք Բեյրութ։ Դե ինքնաթիռը կիսադատարկ էր, դե տարիներին տենց ով էր այդքան շատ թռնում։ Բորտ ուղեկցորդուհին, գիտես ում մաման էր, սաքսոֆոնիստ Սամոյի։ Թմբլ Սամոն։ Հա։ Սամոյի մաման է լինում։ Բորտ Հասմիկ էր կարծեմ անունը, բորտ ուղեկցորդուհին։ Տեղը չեմ բերում, բայց երևի գիտեմ։ Սամոն սաքսոֆոնիստ, այոների ժամ, այսինքն շատ հին բան եմ ասում։ Որ հետո ամուսնացավ Երզնկյան Զարայի հետ։ Հաստատ կհիշի։ Ես այդ պապայի բանից եմ, ես այոներից եմ հիշում, Նադյայից չէ։ Լսի։ Ուրեմն թռնում ենք գիշերային թռիչքա, բոլորս քնած ենք լինում։ Դա մեզ արդեն երբ որ մենք վայրեջք ենք կատարում Բեյրութի օդանավակայան, մեզ հետո պատմում է Սամվելի մաման։ Ասում է քորանամ, ես ասում եմ դուրս է եկել։ Մատորը կանգնում է օդի մեջ, չգիտեմ ծնունդի օրն էր։ Չգիտեմ ինչ ա լինում ինքնաթիռի հետ։ Ապրիլի 10-ը։ Դերեսի նորից խոսում ենք 90-ականներ, խայտարակ վիճակ Հայաստանում։ Օդում չգիտեմ ինչ, լուրջ խնդիր ա լինում։ Հիմա կարողա չափազանցնում եմ, բայց շատ լուրջ խնդիր։ Ու ինքը ասում ասենց ասում եկել եմ ասում կանգնել եմ սրահում, ասում նայում եմ բոլորդ քնած, խեղճ երեխա եկել, ասում ջահել երեխեք ենի փրկնում են ուրիշ երկիր համերգի, հիմա անգնելու ենք այս բոլորս։ Զոհվենք։ Հիմա ծիծաղով ենք հիշում։ Չգիտեմ։ Հասկա, այ դու չես պատկերացնի։ Դու չես պատկերացնի։ Ես ուզում էի քեզ ասեի, երբ որ դու մեզ միասին կցեցիր, ես ուզում ասեի, որ այդ պատմությունները մի քիչ այլ են։ Վերջ չեն ունեն։ Խոսում ենք 90-ականների ծանր։ Իսկ Մուրզոն ինչի Մուրզո։ Ուրեմն Մուրզոն Արաթուրոսյանն է գործիքավորող։ Ապրում էինք բնակարաններում, որ կային բալկոններ։ Այդ բալկոնի տակ էինք, հետո տեղափոխվեցինք։ Բուրչամուտ, հետո գնացինք Բուրչամուտ, այո։ Կատուներ։ Բալկոնում կատուները ձայներ էին հանում։ Գարուներ, իրանց բազմասման պիրուտներ երևի։ Մարտովսկի կոշ։ Դուրս եկանք, ես հենց մարտ ապրիլ։ Այդ ժամանակարայիկը դուրս եկանք բալկոն, սկսեցի։ Ու գալիս էին կատուները։ Մոտեցավ ինքը սկսեց շարունակել։ Այնտեղից կատունա պատասխանում, ըստ երևույթի ինչ որ լուրջ խոսակցություն էինք ունենում այդ կատուի հետ։ Հետո մյուս կատու եկավ ու տենց մենք շարունակում ենք այդ ձայները շուրեկա, ասի սրանից հետո դու Մուրզո ես։ Ու մնաց անունը Մուրզո։ Եմ կանա կնքել Մուրզիկ, Մուրզո։ Այո։ Ուրեմն Մուրզիկի 20-ամյակն է։ Պատվալը։ Լսի, բայց որ չթողեց Նադյան դուրս գա պատվալից։ Ման, այն ժամանակ, երբ որ բոլորից հեռու, երբ որ քաղաքում մարդ էր մահանում, երիտասարդ տղա, իսկ այդ տարիներին ցավոք շատ էր լինում, դե Ղարաբաղից գալիս բերում էին զոհված։ Կհիշեք, չգիտեմ, տղաներն էլ վստահ եմ կհիշեն, ամեն թաղում եթե մարդ էր մահանում, սև ժապավենով գրում էին, չէ, անունը եւ տարիքը։ Հիմա էլ կա։ Երիտասարդներին։ Մի օր գալիս ենք։ Իսկ այդ ժամանակ Հայաստանում առևտուրը ոնց էր, ասենք, թե կար մեծածախ ու մանրածախ, չէ՞, կրպակները, փողոցում, չգիտեմ, տուփով կամ արկղով ինչ որ մի բան վաճառելը, չէ՞։ Միշտ կար ասում էին, ենթադրենք այս բաժակը արժի 10 դրամ, բիրիկով, հենց այդպես էին ասում, բիրիկով, չգիտեմ, 2 դրամ։ Գալիս ենք, մենք ունեինք խելագար Լիլոն մեր։ Այ Լիլոն, Ջակը։ գժվում։ Լիլոն շատ կարճ աշխատեց հայրում, բայց դե մենք Լիլոյի հետ նաև ուսանողական ընկերուհիներ ենք ու մինչև հիմա խելագար։ Բայց որ գնում էր Ամերիկա պիտի մեկնեին ընտանիքով, բոլորս լացում։ Ես եմ ճանապարհել մեր ընտանիքով, ես քուրս եղբայրս մենք ենք գնացել ու այդ Մուրզիկի հետի բաժանում է իրը։ Լավ, այս երևի արդեն շատ լայվում։ Ուրեմն նայի թելս կտրվեց։ Ծեծը մոռացավ ինչ էր պատմում։ Բիրիկով։ Մուրզոյի ծնունդն է, ոչ մեկը նոր ենք ծանոթացել, դեռ չգիտենք ծննդյան։ Մի օր գալիս ենք փորձի, չէ, չգիտենք ծնունդների օրերը։ Մտնում ենք փորձի, տեսնում ենք այս խեղճ Մուրզիկից քիբորդի վերևը կախած է այդ բանը, այն Սոնիկի վերևը, սև ժապավ է, սիրուն, չգիտեմ որտեղ էր պատվիրել։ Ոսկեգույն տառերով գրած Մուրզիկ 20, բլոկով 19։
Էս արել։ Էլով կարար տենց բան անել։ Իմիջիայլոց մեր պատվալում լիքը խնդություններ են եղել, որովհետև նույնիսկ եթե ինչ-որ մեկը խմբում չէր, միշտ ունենում էինք ուրիշ երաժիշտներ, կողքից կոնսից գալիս էին, անցնում էին, գիտեին, որ այդտեղ կոնկրետ կարալուբոյ պահի jam session գնա մուզիկանտներ, չգիտեմ, մի քիչ Արմինկայից Պակալենյայի հայերից առաջ այնտեղ Կարո Հայրապետյան էր գալիս, Վահագնիկը դեռ նոր էր վերադարձել, արտասահման էր գնացել, որ սովորելու Այդ մեր ժամանակ էր Լովա, բարաբանշիկ Կարոն մեզ հետ աշխատեց, հիշում ես, կյանքի վերջին տարիներին, այսինքն Կարոն ու Վահագի հարսանիքը մենք արեցինք կինոնայերիում։ Մամաս քավոր էին։ Որ Վահագի։ Վահագը Հայրապետյան։ Այո, Ավելի կրեատիվ հարսանիք, ասենք jam session-ներ էին կանգնել, դու չես պատկերացնում։ Ես վիդեոներ ունեմ, ոնց են, ասենք քավոր սանիկ իրար հետ նվագում։ Մեկ-մեկ համ Արևիկին եմ ուղարկում, համ Վահագնիկին ուղարկում, համ ասում են էլի ուղարկի, էլի մատերիալներ։ Սենց ամեն տարի որ գալիս եմ, ինչ որ մի քանակ VHS-ների Թվայնացնում ով հիշում։ Ես էլ եմ այդ գործին։ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց։ Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը։ 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ, 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ, համերգներ, փառատոներ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ եւ ձայնագրություններ։ Այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Դռներ դեպի ճաշակով արվեստ։ Պապայից է պատմի։ Դե պապաս աշխարհի ամենահանգիստ մարդն ա եղել, երևի բոլոր մամաս բոբո էր, որտեվ ինքը խիստ էր, Մամատ ռումբ էր, ինքը ուզում էր ամեն ինչ միլիոն տոկոսանոց լինի։ Այս ժողովուրդը մեր տան պարկետը, որը այն հին տախտակներից էր, այդ տախտակների վրա 12 սանտիմետրանոց կաբլուկներով փորձում էին գալիս ես երգի պար։ Վազելով, թռնելով, չգիտեմ, կարճ յուբկայով, երկար յուբկայով, շալվարով, նավսյակի, եթե ցուրտա շալվար հագնեն, եթե մեծ դահլիճա կարճ հագնեն, որ ամեն ինչով հանկարծ սխալ մի բան չերևա։ Բայց պապաս այս ամեն ինչի մեջ ոնց որ ամենաբարի ու շտկող անձնավորությունը լիներ, փորձում էր միշտ երեխեքին օգներ, որպեսզի թեթևացներ, ասենց ասում էր լավ, ոչինչ, անցեք թող գնա։ Իսկ իրանց պատմություններից, պապայի ու մամայի, որ իրանք են պատմել, քեզ դու լսել ես դեռ երևի նոր Դե դա նորություններ չեն լինի, որ ասեմ, օրինակ իրանք հավերժ սիրահարված են աչքի դիմաց։ Նու անհնարին է պատերազմներ չլինեն, չկա ընտանիք, որ տենց 1000% լինի։ Եվ բայց իմ բախտը բերել է նրանում, որ ես երբևիցե ոչ մի վարքյան, ոչ մի աղմուկ չեմ լսել մեր տանը։ Դա երևի թե ին մեջ հենց սերմանել է այդ ընտանիք հասկացողությունը, սերը, մամայի, պապայի, ես համոզված եմ, ավելին քան համոզված եմ, իրանք ավելի շատ պատերազմներ տեսել են, բայց ես դրանք երբևիցե չեմ եղել։ Ես հիմա հետաքրքիր բան կասեմ քեզ։ Մուրզոն էր լավ բաներ պատմում տենց։ Մի քանի ամիսը մեկ ես ասենք թե դե ինքը կարող է, իսկապես շատ մեծ սիրո մեջ էր։ Դե մենք արդեն մի քիչ տարիքային վերջին հաշվով մենք ավելի շատ բաներ էինք նկատում, հենց զգում էինք, որ Նադյայի ու Դոդոյի մեջ լարվածություն կա։ Ինքը պարբերաբար դա կարող էր լինել մի քանի ամիսը մեկ ինձ ասում էր MK-ի ներկորով կտանես ձեր տուն։ Ահա։ Պիտի աղմկենք։ Հա, պիտի աղմկենք։ Ու այդ գիտես երևի թե ճիշտ, հա, ճիշտ երևի իրանք պիտի պատերազմեին։ Ինձ ասում էր երկորով MK-ին կտանես, բայց այդ իմ համար դռները չէր փակվում։ Այդ իմ համար իմ ամենասիրելի բանն էր, որովհետև գիտես ես այնքան սիրում էի լիներ մեկը, ու մասին հոգ կտանեմ։ Ասա որ արթնանում էինք, նախաճաշում էինք, այսպես գնում էինք, չգիտեմ ուր, տանում էի MK-ին ատամնաբուժի, գնում էինք, չգիտեմ, ինչ որ ժամանցի բան, հա, վայր ինչ որ, որովհետև մենք էլ վերջին հաշվով հանգստանում էինք, էլի, եթե ասում էր MK-ին տար, նշանակում է երկու օր փորձ չի լինելու։ Դա մեծագույն տոն է։ Բայց ես էլ էսա մի բան պատմեմ, ուրեմն պատկերացրու այնտեղ Շաքարյան, Մալխաս, տենց դեմքեր, ովքեր մտնում էին միշտ ինչ-որ ջազ երաժշտություններ, մի կողմից Տերտերյանն էր գալիս, ու ես Տերտերյանի սիմֆոնիաներով մեծացած մարդ, մեկև դրուկ ինձ Արմինկան ծանոթացնում է Արմեն Ալոյանի հետ։ Ահա, սկսվեց։ Արմեն Ալոյանը մեր ժամանակների ամենալավ
երկիչներից էր իմ համար։ Եւ տենց մի նայ, ես փոքրուց բազմաժանր երաժշտության վրա մեծացած ներիր, բայց մինչև ներիրը նամակը 90-ականների ամենապայթուցիկ ես ամեն ինչ էի լսում, հատասա մեքենայից մեջ ինչ էինք լսում, Աստուդիո, Պրիսնյակով, ֆիրմեքին չեմ ասում։ Ու նաև հա, ես իրել եմ լավ ռաբիզ երաժշտություն, մեքենայի մեջ իհարկե այդ Լուսինեն էր, սպանում էի, ասում էի մեքենայից մեջ, բայց հետո ես տես թաքուն։ այդ երգը ես Քավերներ էի անում այդ երգերը։ Բայց հա, ինչ որ Նադյայի ականջին հասնում է, որ անհամեմատել էր առաջվա ռաբիզի մեջ կար իմաստ, կար երաժշտություն, գարմոնիա, երաժշտություն, հնչյուններ կային, ճաշակով եւ պրոֆեսիոնալ երաժիշտ։ Նադյայի ծնունդն է, ինչ որ ականջի ծայրով հասել է, որ ես մեքենայի մեջ, իմ մեքենայի մեջ ռաբիզ երաժշտությունը հնչում, բայց այդ մի երգն էր մենակ Ալոյանի։ Որտեվ ես մինչև հիմա Ալոյանին սիրում եմ։ Ալբոմ կար, կես կասետա, դե լուսոն կար տենց մուխլյոժներ աներ։ Կասետը փոխում էինք աստուդիո էր, մյուս կողմը Նադյայի ծննդյան օրն է, լուսոն թխել է իր ֆիրմինի հետ ելակով տորթը, որը իմ կանտաստարիա ուզում է չի թխում կորոնան ես։ Լուսո, տորթս։ Նադյայի տրամադրությունը միլիոն, այդ օրը իր ծննդյան օրը, չգիտեմ ոնց կինոնայիրում հայտնվել է Ալեքյան Արսենը, դուք իմանաս Ալեքյանը։ Դու հիշում ես իմ կուրսի Ալեքյանը ասուպի ժամանակ է Մուրզոն իր պիջակով նկարվեց։ Կարմիր, բարդովի։ Արսենը իմ կուրսից ա եղել ստուդիայում, երբ որ Գրիգորիչը մեզ դասավանդում էր, իսպիրը Արսենի անունը դրել էր կապույտ աչքերով Ջոնաթան Բատլեր։ Այ մեկ տես դեմքեր է։ Առաջի դուետը սա է միջայլոց։ Գիտես ինչ ենք երգել, Ջեյմս Ինգրամ, Patty Austin, how do you keep them? Առաջի դուետը սա եղել։ Ասում ես։ Բայց Ալոյանից էր պաշ։ Արսենը լրիվ անտի ռաբիս, մեկ է Նադյան ասում է։ Այն երգը ոնց էր Ալոյանի։ Հələ մատ եկեք այստեղ ինձ ու Ալեքյանին։ Մատ երգեք էլ, ասում եմ Նադյա դու լուրջ ես ասում հիմա։ Ու արիքո բան խորը էստրադային երաժիշտերին բացատրի ինչ պետք է երգենք։ Լսի երգեցինք ես ու Ալեքյանը։ Որ երգը։ Նամակը Ալոյանի։ Այո։ Դու պետք է տեսնեիր Նադյայի ու Դոդոյի հիացմունքը։ Մենք է որ մի փորձիր ինձ փնտրել նորից գոռում ենք ամբողջ կինոնայիրը։ Դու չես բաց նամակը ներիրը ավելի ուշ է եղել, ներիրը ավելի վաղ 2000-ականներ, մենք խոսում ենք 90-ականներ։ Մի հատ էլ կար է։ Չէ, այդ երգը ես պիտի հիշեմ։ 2 օր անընդհատ ասում եմ պիտի հիշեմ, papai սիրած ռաբիզ երգներ։ Աստված ինձ միջով։ Ջահել, չէ, ջահել բար կար մեջը։ Ջահել չես մնա։ Այդ ռաբիս չի։ Ռաբիս չէր այդ։ Դու Անցնում ենք յանքից։ Այդ ռաբիս։ Իրանցից մեկն էր երգում։ Գոգայի հարսանիքին, որտեղ Հայկոն էլ բենդի հետ երգում էր, եւ Հայկոնը երգեց Պավարոտին, papas գժվեց, նստեց բեմի դիմաց, ասեց մի հատ էլ երգի։ Պավարոտին էր Հայկոն երգում, իսկ ինքը երգում էր ջահել։ Ես այդ հարսանիքին չեմ եկել, բայց հետո եմ իմացել, որ Հայկոն, քանի որ այդ ժամանակ աշխատել է Արարատի պատվար կոչվող ռեստորանում Արարատ, այդ ժամանակ այդ կազմով իրանք երգել են այդ հարսանիքին չեմ եղել։ Բայց Հայկոյից հազար պատմություններ կհիշեք, կարեք պատմեք։ Հայկոյի հետ շատ հիշողություններ ունեմ Արցախի հետ կապված, բայց դա առանձին sense folder-ա, որը sense պուպուշ։ Հայկոյի հետ առաջին անգամ, որ երկուսով ենք, մեկնում ենք Թեհրան մենահամերգի։ 3 մենահամերգ ունենք Արարատ մարզաբանում։ Որբուն էդ վերան։ 3 մենահամերգ ունենք։ Ինձ ո՞ս դու պիտի դնեմ։ Դու մի բաժին ես պիտի երգեմ, մի բաժին Հայկոն։ Գարո։ Ուրեմն իմ առաջին կարծեմ իմ առաջին Թեհրանն է, Գարո ենք կազմակերպել։ Իմ առաջին Թեհրան ոնց որ ուղևորությունն է, Հայկոյի հետ ենք։ Ամենածիծաղալուն սկսվում է հենց բանից, օդանավակայանից, ես հայտնի ուշացող, իմիջիալից ես շոու բիզնեսում եմ դարձել ուշացող, ես եմ պարտա ճանաչներից եմ, որ կես ժամ շուտ էի գալիս, հետո տեսա չէ, բոլորը 3 օր հետո են գալիս, սկսեցի ես էլ ուշան։ Մենք էլ ամենտեղ միշտ 4 ժամ առաջ էինք։ Ու դարձար ամենաուշացող։ Ուրեմն շատ ուշացած հասնում եմ օդանավակայան, հիշում եմ ես խեղճ Լուսինեն ճամպրուկս ա քաշում, ես տես դանդաղ, բայց հիշում եմ որ անձնագիրս Հայկոյի մոտ է, որովհետև Հայկոն ա տարել վիզաները ստանալու, կարևոր չի։
ու ես արդեն պատրաստված գլխաշորով, հետս հատուկ բանով։ Մի խոսքով նստում ենք ինքնաթիռ, մի ժամվա թռիչքա, չէ։ Ես հայտնի քննող, ես որտեղ նստեմ, Նադյան գժվում էր իմ այդ քնելուց։ Հիմա նստեցինք, ես տենց թեթև աչքս կպավ, մեկ է սենց արեց։ Միշտ հայկոնից միշեր, չէ, ասում, սենց խփեց թեբի սենց արեց։ Հիմա դու այն դեմքերից ես, որ ես մի ժամը պիտի քնես, ես եմ որ չէ, Հայկո ջան գժվել եմ, մի խոսքով։ Ասել խոսք չէ, ինձ զսպեցի, բան չարեցինք։ Ես արդեն այդ էսկալատորից իջնում եմ, արդեն պատրաստված բան։ Գարուն հերվից տեսնում այնց եմ, որ ասում ես էլ հետս գլխակապիկ եմ բերել, որ դու հանկարծ բաց մազերով ճիշտնես բան, ասում եմ ես պատրաստված եկել եմ։ Մի խոսքով լսի գալիս ենք։ Այս աժիոտաժը սկսվում է։ Նախ մտնում ենք հյուրանոց, ես եմ որ զանգում եմ, համարները իրար կողքա, բայց որ փռշտում ենք, լսվում է։ Զանգում եմ Հայկո, ասում եմ Հայկո ոչ մի բանի ձեռ չտասես բանում, լոգարանում, ասում եմ, հետը սպիրտ կա, ես հիմա պիտի ախտահանում, խայտարակ վիճակ է։ Ասում եմ սրբիչ բան չլողանաս ոչ մի բանի ձեռ, ես էսա զանգում եմ Գարոին, որ մեզ տանի ամեն ինչը մաքուր բերի։ Մի խոսքով լսի, սկսվում է այս մեր կյանքը Թեհրանում։ Դե Հայկոյի պիկ 2007 թիվ պատկերացնում ես այդ Եվրատեսիլ բան։ Մանե ջան, Հայկոյին դրել է սարի տար։ Աղջիկները գալիս են հյուրանոցի բան, այդ լոբի։ Սպանում են իրար, ասենք, քույրեր են գալիս, ընկերուհիներ են գալիս, իմ հետ պետք է ամուսնանա, չէ, իմ հետ պետք է ամուսնանա։ Լսի ու սպասում են։ Հայկոյին ուզել։ Որ մենք իջնենք ու որ տեսանք այդպիսի վիճակատեն սիտուացիան, Հայկոն ասեց՝ «Միշտ խնդրում եմ կողքիցս այն կողմ չգնաս, որ չթողես էլի ինձ մենակ, որ կարողանանք երկուսով թռնել ավելի հեշտ է։ Դուք ասես ուշանում ենք բան, եւ դա ես էլի»։ Մի խոսքով։ Լսի, ուրեմն ծանոթացել ենք։ Հիմա չգիտեմ, կնայեն, կհիշեն, ինձ բան կանեն, բայց պիտի պատմեմ։ Երկու քույրիկներ էին, մեկի անունը Ալենուշ էր։ Զույգ էին կարծեմ։ Երկուսն էլ սիրահարվել են Հայկոյին, սպանում են իրարով պիտի Հայկոյի հետ ամուսնանա։ Լսի, ուրեմն առավոտյան ես էլ ինքն էլ երկար քնող, չէ, ես ու Հայկոն, բայց ասում եմ, այս սենյակում փռշտամ Հայկոնա լսում, նույնը ինքը, զգում եմ Հայկոյի սենյակի հեռախոսը զնգում է, հավանաբար վերցնում դնում է կողքի։ Հայկոն վերցնում դնում է կողքի, իմ սենյակի հեռախոսն է զնգում։ Ալո։ Արմինկա ջան, բարև Ալենուշն է։ Բարև Ալենուշ ջան։ Միթե Հայկոն հետը տա։ Ասում եմ, ոչ, Հայկոն իր ասեն, զանգում եմ չի պատասխանում, ասում եմ Ալենուշ ջան։ Ստուգում էին էլի։ Կապի ստուգում, լավ։ Մի խոսքով մի կերպ էս աղջիկներից, ինչ որ մի կերպ ասում Հայկո, ինչքանով կարողանում եմ քեզ փրկում եմ, նայ, երեխեք, վերջին համերգն է, 3 համերգ ենք ունեցել, փայլուն համերգներ։ Հիմա վերջին օրը Գարոն ասում է նայեք, քանի որ այս 3 օրը թույլ չենք տվել, որ համերգից հետո հանդիսատեսը մոտենա ձեզ հետ նկարվի, այսօր պետք է բոլորի հետ նկարվեք։ Բոլորը 3 համերգների հանդիսատեսի։ Ովքեր որ եկել այնտեղ, հա, բայց մեծ մարզա ինչքան էր տեղավորվում։ 1000-ից ավել Արարատ մարզադաշտում այդ ժամանակ։ Հա ջան, Շաբաթը մեկ անգամ էր թռիչքը, չէ, այդ ժամանակ։ չեմ հիշում։ Երևի, հա։ Գնում էիր ու մնում էիր։ Մեզ բերում են գրասենյակը մարզավանի, որը ունի 2 դուռ։ Հիմա պատկերացրեք սենյակ, մի դռնից մտնում, իրանք այդպես են բան արել, ասում են մենք նենց կանենք, որ դուք շատ չհոգնեք, բայց այդ 1000 քանի հոգին պիտի գան։ Կազմակերպված են, բայց Ուրեմն մեզ կանգնացրեցին, ուրեմն այստեղ դուռնա, մենք կանգնած ենք այստեղ, դեմքով դեպի այնտեղ, որտեղ այնտեղ մյուս դուռնա։ Այստեղից մտնում են, մեզ հետ ողջագուրվում են, ստորագրում ենք, այնտեղից դուրս են գալիս։ Երկու րոպե հետո Հայկոն սենց արեց։ Մի շորացել ես։ Ոնց որ պանիքի դալի։ Ասում եմ, այս դռնից մտնում, մեզ աչում ցավակցում։ այդպես բաների հանդեպ ահավոր ցինիզմը բռնում էր, երբ որ գնում էիր, ասենք, մի տխուր արարողության, իսկականից խայտարակ էինք լինում։ Հա, սև հումոր սիրում էր։ Բաները։ Վայ, այդ մեր Թեհրանի պատմությունը իհարկե միշտ հիշում էինք։ Մեկ էլ մի անգամ Ղարաբաղում, այս հաղորդումը ոնց որ իմ մասին է Կներեք, մենակ։ ես էլ որ գնացի Գարոյից մոտ Թեհրան, մենք էինք, ես Գարիկը Հասոն Կարապետյան, Միստր X-ը, եթե չեմ սխալվում, Արամ Պետրին եկար, բայց գնացինք 5-ով, հետ եկանք 4-ով, Միստր X, Միստր X-ը մնաց ու մնաց։ Հետո արդեն հարցում էինք ուր է Ես Արտուրը։ ասում եմ վերջին տարիներին ուր է։ Միստր X-ը բանը մա Գլենդելում է։ Հաստատ։ Հա, չէ։ Հա, ողջ առողջ ամեն ինչ։ Ուղղակի շատ էին սիրել։
Տենց թռիչքը շաբաթը մեկ էր, տենց անընդհատ երկարացրեցին, մնացա։ Իսկ Ղարաբաղից ինչ հիշեցիք։ Ղարաբաղում պիտի պատմեմ, բայց չգիտեմ այդ անունը պիտի տամ թե չէ։ Մենք մի քիչ շուտ էինք հասել, միշտ ասում էր արի ես ու դու մեքենայով քշենք գնանք։ Ինձ տանում էր ցույցեր տալիս, բան, միշտ ասում էր ասա, որ ես քեզ լավ ման եմ տալիս։ Եկանք հյուրանոց, երեխեքը դեռ չէին հասել, ավտոբուսով էին գալիս։ Ընտրեցինք, ասեց արի դուրս գանք քայլենք, լավ եղանակ է։ Հյուրանոցի դռները բացվում են այն պահին, մենք սպարտիվներով, մեկ էլ դռները բացվում են, այնտեղ մեծ շքախումբ է գալիս, կանգնած են արդեն մեքենաներից են իջնում, մեկ է սենց արեց։ Վայ հորս արև։ Ով էր։ Կապիշոնը հագի ու փախի սենյակ։ Ասեց շենքից դուրս չգաս։ Օ։ Ասեց ու իմ վիճակը պիտի տեսնի։ Ասեց կապիշոնը թակի ասեց ու փախի սենյակ, այսօր էլ вообще շենքից դուրս չգաս, ասեց օքեյ։ Այ մամա ջան։ Վայ շատ եմ որ Պաշտպանել էլի։ հա փրկեց ինձ այդ օրը։ Վտանգավոր հայերից։ Վտանգավոր հայեր։ Ջղայների գրել մեկնաբանություններում ով կարող է։ ով կարող է լինել։ Կարող եք գուշակել, ում մասին է խոսքը։ Գուշակել եք հա ուզել։ Միկրոֆոնը շշուկ լսում է, բայց կարող է։ Բայց ես շշուկով չասացի, ես լիպսինգով։ Okay, դա։ Ամերիկաներից պատմի։ Վայ մանե ջան, ինչ պատմենք։ Գնացինք Ամերիկա, պատմությունները քչացել է։ Հիմա ամեն ինչը մեքենայի մեջ մի տեղից մյուս տեղը երեխաներին է ստանում։ Երեխաների վարորդ։ Ամերիկայում ծիծաղալու բաներ լինում էին այն ժամանակ, երբ դեռ չէինք ապրում, երբ գնում էինք, այն ժամանակ թվում էր ոչ մեկ քեզ չի ճանաչում, բան չենց չեն իմանա որ դու ես Լավ, մի Ամերիկայից եկեք չխոսանք, ուրեմն։ Լավ է, ամեն ինչ, բոլորս լավ ենք։ Բայց կյանքը Հայաստանում ավելի լավ է։ Ստաբիլ է կյանքը, Հայաստանը հասցնում շատ ենք։ տարբեր է, Հայաստանի կյանքի որակը ուրիշ է, Հետո ուրախ է Հայաստանում շատ։ Երևի չգիտեմ, կարող է մի քիչ ծեր թվամ, բայց պատմություն երբ ունենում ես, արդեն մի քիչ այլ կերպ ես մոտենում, ասենք գիտես, որ այս շենքում, չգիտեմ, ապրել ես, այստեղ հաց ես կերել, այստեղ երգել ես, այստեղ փորձ ես արել, այստեղ սովորել, անընդհատ ինչ որ առանց կանգ առնելու կարող ես պատմել։ Հիմա նստած ենք, ինչքան է անցել նկարահանումից։ Մենք արդեն 2 ժամա խոսում ենք մենակ հիշողությունների մասին, որոնք եղել են 30 տարի առաջ։ Չէ, այնպես չի որ մենք հիմա այլ բան չունենք պատվելու, բայց ընդհանուր հիշողություններ են, հետաքրքիր այսօրվա են։ բաներով, իսկ առաջվանները ինչ որ զարմանալու, հետաքրքիր։ Լավ, Յուրմլա ֆոլդերներ եմ տալիս, որ բացես Եվրատեսիլ, ինչու։ Եվրատեսիլից ուզում ես թեմա բացես։ Հա, ինչու։ Վստահ ես մանն է։ Հա, Բայց ում գնացածը։ ում ուզում ես։ Քո։ Ես չեմ գնացել։ Դու չես գնացել։ Ես Եվրատեսիլ չեմ գնացել։ Ջնջել ես այդ։ Ես մի անգամ մասնակցեցի չանցամ Իրանի հետ, որտեվ մեր փոխարեն այդ բոյով աղջիկը գնաց, մյուսը չեմ հիշում, ես չեմ գնացել։ Օ դրանից առաջ Հայկոյի հետ եմ մի հատ էլ մասնակցել Կամանդա Պաջերշկի, որ ես երկեցի, պրոստը գիտեինք, որ Հայկոն է գնալու։ Լսեք, հավատալու է հիշողությունը։ Հասած մոտ ամեն ինչ։ Չես ուզում խոսալ։ Ինչը չեմ ուզում խոսել։ Դու գժվել եք, ինչ եք ուզում ինձնից։ Չէ, ես հիշում եմ Միրանի հետ երկը։ Վայ շատ լավ։ Հեյ, այդ պետք է գնար։ Հա, այդ պիտի գնար։ Հա։ Բայց որը գնաց։ Ինձնից հետ այդ աղջիկը որ գնաց, Ահա։ դրանից հետո ինքը Անուշը գնացի։ Հա, ճիշտ է։ Լավ, արի Յուրմլայից։ Յուրմլա ես գնացել։ Յուրմլա գնացել ես։ Յուրմլա գնացել եմ մի քանի անգամ։ Հայերի հետ էլ եմ գնացել, մենակ էլ եմ գնացել։ Հայերի հետ գնացինք բոլորի փոխարեն բոլոր երգերի բեք վոկալները երգեցինք, ձայնագրությունները անվճար սաղ արեցինք, վերջում բարձացանք, երգեցինք սուսերով, նույնիսկ գեշ էինք այդ ժամանակ։ Երգեցինք սուսերով բարը, եկան բոյով սիրուն, չէ, այդ երկրորդ տարին էր։ Եկան սիրուն բոյով երկար ոտքերով աղջիկներ, գրավեցին գլխավոր մրցանակները, գնացին, կսն լավ է հիշում։ Ահա, ժպտաց հեզ Կսային սիրահարված էր Անաստասիա Ստոցկայայի քույրը։ Քույրը։ Ամեն օր գալիս էր այդ ներքևը հյուրանոցում, որ նստած էինք միջև փորձ, գալիս էր ասում էր. Կարեն,
Ну пойдем, Карен։ Կոդա։ Մենք էլ Կարենը մեր օպերատորն է, մեր smooth operator։ ինքն էլ տենց ուйди, սենց։ Շատ էլ երկիրա մասին է գրել։ Այո, ուրեմն լավ եմ, իշում լավ էր շատ։ Հա, իսկ պատմությունները այդ հայտնիների հետ, ռուս հայտնիների հետ չկան։ Դե տենց ծիծաղալու պատմություններ չէր։ Դիմը Բիլանը մամայիս մամա էր ասում, որտեղ հենց ձայնը կտրվում էր, գալիս էր Նադյան փրկում էր։ Բոլորի հետ շատ ջերմ հարաբերություններ են եղել։ Սենց ասեմ, միջև հիմա այլում հետ հանդիպենք, սենց գնում ենք էլի հին պատմությունների մեջ, բայց այդ ժամանակ լուսաբանում, բան, տենց բաներ, որ քիչ էր, գլուխ գովալու իմաստ չկար։ Ոնց որ միֆ խոսայինք դրա մասին, կան նկարներ, ունենք նկարներ։ Չէ, մենք հավատում ենք։ Բայց այն ժամանակ հեռուստատեսությունը ցույց էր տալիս այդ ամեն ինչը։ Ռուբիկոն գալի պատմում էիք։ Ռուբիկոն, այո, այնքան լավ նկարներ կային։ Ուղարկես դնե։ VHS-ի վրա լիքը վիդեոներ։ Այս վերջերս Գրիշին հաղորդավար Գասպարյան ուղարկել եմ մի հատ ֆոտո, որտեղ ես առաջի անգամ Утренняя звезда международный конкурс եմ մասնակցում 99 թվական Կիպր։ Գնացինք երգելու Բոլոր հնարավոր մրցույթներին մասնակցում։ Հա, չկար տենց բան, որ մաման տենց չտաներ, բոլոր ծառերի տակ կոնկուրս կար, մասնակցում բարեգործական համեր կար, պատիեզդում ընտրություններ երգում ենք։ Բոլոր հնարավոր։ Եվրատեսիլը պիտի գնայր։ Մենակ մի տեղ չուղարկեց ինձ Եվրատեսիլ։ Էդ էլ որ ուղարկեր կարողա մի քիչ լավ լիներ։ Լավ։ Բայց հələ ուշ չի։ Չէ։ Ուշ է։ Չէ։ Լավ։ Չէ, լավ է։ Ինչ էի պատտես, որ ասում եմ հիշում եմ, մեղրաջուրա պետք։ Հա, Утренняя звезда։ Утренняя звезда-ից նկարներ ունեմ, ես տենց կանաչ, երկար, կասիչկեքով, բանդանայով, դաշա տենց կլիպ ունեի ուրենա։ Մի խոսքով, այս նկարները գտել եմ, ուղարկել եմ Գրիշին, ասում եմ, երեխեքիս ցույց եմ տվել, ասում եմ, պապա, այս ի՞նչ է վիճակը, այս ինչի եք սենց հագնված։ Ինչի՞ աստեղ ինչ որ CD player, նաուշնիկները վրան, մեծ մագնիտոֆոնը ուսերին Գրիշի, ես կանաչ մազերով, կապույտ պամադայով, վրաց լիքը ոնց է որ դուք մեծոնոք, որ նայեք ձեր նկմես տենց ինչ է։ Ոնց է դες ինչ լինեի, տիր փոխան դասմա ինչ են ասում այդ ավտոներին, տիրի ավտոյի բան լինեի, ապակի, վրաց ինչ ասես։ Տիրի ավտոյի ապակի։ Բեմին ընկնելուց պատմի։ Մի րոպե, չեմ տեսնում։ Բայց ես մոտիկինն է, ինձ հիմա հեռուն չեմ տեսնում, եմ ջան դուր։ Վայ Աստված։ Վայ Գրիշը շատ դաժան տեսք։ Դու այս նկարը պոստես արել, մալադեց։ Լավ, ընկնելուց արի խոսենք։ Թե չես ընկել կյանքում բեմին։ Չէ, այ Երանի դա լիներ այն ժամանակ, երբ գիտեք ինչ viewer կա։ Իմիջիալոց Ռազմիկ Ամյան իմ կյանքը փրկել է։ Դրանից հետո Կարմիր խաչում մի քանի շաբաթ բուժվում էի, բայց ժողովուրդ այդ մրցանակաբաշխության ժամանակ ասեմ Վահանը Խաչատրյան շոր էր կպցրել վրաս բուլավկայով, որը հագուստ, պատրաստի հագուստ չէր, ինքը որպես այդպեսին մեծ կտոր էր, մի հատ փոքր կտոր էր, որը ստեղ էր գալիս, մի հատ մեծ կտոր էր, որը գալիս էր այստեղ նկարը ունեմ կուղարկեմ։ Իսկ այս կտորը կարած չէր։ Այդ ոչ մի բան կարված չի եղել ում վրա։ То есть այստեղից մի հատ էր բուլավկա կպնում, այստեղից մի հատ բուլավկա։ Կրեմովի շոր էր, ճիշտ եմ հիշում, դե շոր չէր։ Այդ օրը դու էլ նկար ունի։ Ես դիմացա նստած էի, ինձ տղկացիր, ինձ տված ջարդիփշոր եղավ։ Այդ նկարը ես որ ուղարկեմ, մեջը դու էլ կաս։ Այդ օրը մամաս ամբողջ օրը առավոտից փորձի ժամանակ գնում էր գալիս էր։ Հրաչ, այս աստիճանը շարժվում է, այստեղ մարդ հանգնելու։ Ուղենք։ Ինֆորմացիան ուղարկել։ Ուղարկելա դիեզ էր։ Նադյա կպցրածա չէ, էլի շարժվում է։ Այս աստիճանին այսօր, այս աստիճանից այսօր մարդ հանգնելու։ Խոսքը ուժ ունի։ Այո, ես հավատում եմ։ Գնացինք, չգիտեմ, մրցանակը տվեցինք, չգիտեմ ում էի մրցանակ հանձնում ու ինձ զգուշացրել էին։ Այդ կողմ դուրս չգաս։ Դուրս արի կուլիսներ։ Ես չգիտեմ ինչ իմ հետ կատարվեց։ Դուրս եկա բեմի մեջտեղով, եկա։ Ոտքս դնում եմ։ Աստիճանը շարժվում է, դղ, մյուս ոտս կաբլուկը ընկնում է բեմի արանքը, որը իջնում էր բեմը, օրկեստրի արանքը, ու ես իջնում եմ Ռազմիկ Ամյանի ձեռքերի վրա, որը իմիջիալոց եթե Ռազը տեղ նստած չլիներ, ուրիշ մեկը լիներ, ընկա, նստեցի, ինքը ինձ գրկեց, հանեց։ Դրանից հետո ահագին երկար շաբաթներ բուժվել եմ, ահավոր ցավերի մեջ էի,
Վնասել էիր ինչ որ բան։ Հնարավոր չէ վնասել, շատ վատ Հետո ընկավ։ պետք է դուրս գայի, տենց լացած, այն ժամանակ ինչ մեյքափ արտիստ։ Իսկ որ ասեցի Ռազմիկը ինձ փրկեց այն առումով, որ ինքը քեզանից ավելի հաճախ Ավելի Օ, ճիշտ։ Դուք Բայց ես էլ տենց հասկացա։ Բերելա, որտեվ այդ ժամանակ ինտերնետ կար, լիքը view հավաքեց։ Իսկ իմ ժամանակ ոչ մեկ չի տեսել։ Ես կուզեի գտ։ Ահա, չէ, կադրը սենց էր։ Մենք ենք տեսել։ Երկչուհի Էմին գնում, մեկը չկա։ Սենց գնում, մեկը չկա։ Այն ժամանակ ուղիղ եթեր էր, չէ՞, մրցանակաբաշխությունները։ Մյուս տարիների ընթացքում էլի ելույթների ժամանակ ինչ որ բաներ եղել, հա, ցուրտ մի րոպե։ Այդ եմ պատմում, Սուպեր Սակոյի հետ ելույթ պիտի ունենանք, եթե դու գնասը։ Բեմադրեց Նադեժդան տիկին։ Միջարից ասեմ, հենց գիշերը երազ էր տեսնում։ Մի տարի կրկեսեր է։ Էլի մրցանակաբաշխություններ։ Տարին գիշերը ժամը 1000-ին եկել ասում արտնացի։ Բանը, չինական կրկես է Հայաստանում։ Ասում եմ, մամա, ինչ ես ուզում, թող քնեմ։ Զարթնի, չինական կրկեսն է Հայաստանում։ Պիտի իրանց հետ ելույթ ունենաս, պատկերացրու։ Գնացի, տենց Այսինքն մի քանի ժամից մրցանակաբաշխություն ենք որոշեց, որ պիտի մի քանի օրից։ Ես քայլել եմ առանց տրախովկայի, առանց ոչ մի բան, բայց սովորում էի ցածր պատալոգով սենյակում։ Կանգնում էի, միջայլոց իրանք չգիտեմ, ինչ ուժ ունեն այդ կրկեսի ժողովուրդը, որ կարողանում են ես մարդ, որ երբևիցե ոչ մի բան կրկեսային չեմ արել, կանգնեցի իրանց ուսերի վրա ասում էին ուսերի վրա առանց տրախովկայի քայլեց, իջավ գետնին, հասարակ ուղիղ գետնի վրա ընկավ։ Այդ նույն օրն է եղել։ Այդ նույն օրն է եղել, հա։ Հետո անցավ մի 2 տարի Սուպեր Սակոյի հետ պիտի երգեինք, եթե դու գնասը, Նադյան երազում երևի թե էլի տեսել էր, որ երգչուհին վաննայից պիտի դուրս գա։ Դեկտեմբեր ամսին օպերայում չտաքացված։ Օպերայում չտաքացված, բերում են ժողովուրդը օպերայի, սկսում են երացրած կիպիտիլնիկով ջուր էին երացնում, բաժակ լցնում էին վաննայի մեջ, ասենց ես պահկված վաննայի մեջ, պիտի հենց սկսի Hi, this is Amy, please leave a message, ու ես պետք է սենց կամանց դուրս գամ, ու որ դուրս եմ գալիս կադրի մեջ, երևում է ոնց եմ դողացնում այդ ցրտին։ Մի խոսքով դուրս եկա, երգեցինք եւ այլն, հաջորդ օրը թերթերում գրվում է։ Սա ինչ լկտիություն էր, ոնց կարելի էր երկրի նախագահի դիմաց վաննայից դուրս գալ։ Այս կռունկի ժամանակ անում եմ Անձրև երկի պրեմիերան, դա ինքը տենց ոնց որ նորություն ա, մի քիչ էլ մտավախություն ունեմ, ասում եմ կսիրային չեն սիրի, բան մի քիչ տարբեր մի բան է, էլի։ Ուրեմն հագնում եմ կաշվեից գեստ ու հետո հագնում եմ կաշվի ճտկավոր կոշիկներ, հունիս-հուլիս ամիսն է։ Օ, այն որ sense top-ով կոժնի։ Չէ, փակ ինքը փակ։ Ես էլ եմ այդ կարսետը հիշում։ Նանա գազարի շորներ իր ապակասից հետո վրան մեծ օրնամենտով փայլուն ու հետո հագնում եմ բան, դե հարմար կոշիկ աչքից չեմ տեսնում, ոնց որ վիզուալ, հագնում եմ, որ ինքը ամբողջական սենց դեռև կարշի լինի։ Հագնում եմ սև ճտկավոր կոշիկներ կաբլուկով, արտիկում ունեմ շատ մեծ ազգություն, պապայիս հորեղբայրները իրանց գերդաստաներով ապրում են արտիկում եւ հորաքույրները շատ մտերիմ են մամայիս հետ։ Ունեմ մի հորաքույր, լուսահոգի է, շատ հումորով ու շատ իմաստուն կին էր։ Եթերից հետո կռունկի, երբ որ երգում եմ Անձրևը, զանգում եմ մամային, ասում է տեսա Արմինեին բան, ինչ լավ էր եւ այլն, ասում է Հասմիկ ջան, մի բան պետք է ասեմ, աշտիկցի է, ասում է, ասա Անշիկ ջան, ասում է քայ երեխեն զույգն բասանոշկա չուներ, ասում է այդ ամառվա շոկին այդ սապոգներով։ Մաման ասում է մի կսեկար, հորքուրդ ասում է զույգն բասանոշկա չուներ, սապոգներով։ Որ լայվ էինք երգում, մի քիչ ավելի ծիծաղալու էր, որովհետև բառերը, որ սխալ էինք, օրինակ ես հենց հիմա ինձ ասացի իմ ամենահայտնի երգի բառերը անգիր ասա, անգիր արտասանելով չեմ կարող ասել, բայց հենց երգելուց գնա Բայց մամա կատաստրոֆա է, սա գենետիկա է երևի։ Միշտ կամուրջների ժամանակ, երբ որ դրսում էր, անտանելի բարդ էր երգելը, որովհետև քամին ու այդ պատմությունից հետո սկսեցի ուղղակի կամուրջների ժամանակ մազերս ձիգ կապել, որովհետև մի անգամ օպերայում երգելուց երգում եմ Սիրո ճամփին այդ քամուց մազերս մտավ վերան ու խեղդրել եմ ու չեմ կարողանում շնչեմ տանջամայում, հետո մյուս օրը ինտերնետում ժիվո էր երգում, տեսակ խեղդվում էր, տեսակ մահանում էր, տեսակ բարերը սխալ երգեց, այս ինչը սխալ արեց։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Mastercard World Travel Card-ը։
Տարեկան 6 մուտքի հնարավորություն Launch Key ձեր, ինչպես նաև ձեզ հետ ճամփորդողների համար։ Տարեկան 6 Fast Track ծառայության հնարավորություն։ Ապահովագրություն, որի ծածկույթը ներառում է շտապ բուժօգնություն, թռիչքի ուշացում կամ չեղարկում, ուղեբեռի կորուստ կամ ուշացում, դրամական միջոցների կորուստ, փաստաթղթերի փոխարինում եւ այլն։ Օգտվեք Արարատ բանկի Mastercard World Travel քարտի առավելություններից եւ ճանապարհորդեք աշխարհով մեկ։ Ձեր ամենասիրելի երգը բոլոր ժամանակների։ Ain't no mountain high enough. Օրիգինալը։ Այո, Marvin Gaye։ Լավ, այս պահին երևի կասեմ Liberian Girl։ Jackson-ի։ Ամենասիրելի ֆիլմը։ Плутовство, почему собака виляет хвостом? О, մեկ էլ բանը։ Շատ լավ կինո է, Աֆյորը Թոմասը Քրաունը, հա? Որ նկարներ է գողանում։ Կտորմը երկինք։ Իսկ սերիալներ։ Սերիալներ։ Հա, նայում ես դու։ Սերիալի տենց սիրահարչեմ, բայց եղել է ժամանակ գլի եմ նայել, որովհետև այնտեղ cover-ները նոր էր մոդա ընկել, cover էին, որ երգում musical-ոտ։ Հա։ Ես շատ շուտ մի սերիալ եմ նայել, բայց հիմա Բնականաբար բնականաբար եմ նայել ժամանակին։ հիշում եմ կոչվում էր Սևերի յուգ։ Սևերի յուգ։ ամերիկյան սերիալ Կարենի հետ էի նայում եղբորս։ Չկա հիշողություն չկա, ասի չան։ Սիրելի հայ երգչուհի։ Ինձ համար Հավերժ Զարատոնիկյանն է եղել, Հավերժ, վերջն է։ Ինձ համար Տաթևիկ Հովհաննիսյան, բայց էստրադային Տաթևիկը։ Հա։ Իսկ հայ Արտուդի Գրիգորյանի հա այդ Ես էլ եմ Զարային, որտեղ ուրեք մարդիկ այդ երկով մեղեդիներ շատ թույն։ Բայ Գրիգորի Կարնավալը վերջն է եղել Զարան, շատ։ Կարնավալը խատուտիկ ենք սարքել։ Լուրջ ես երգել եմ Կարնավալը, ունեմ մոտս, կարամ դեռ շատ։ Հա։ Դիտեք ձեր երեխաների հետ Ամերիկայում էլ ասեք, որ հայերեն։ Հա, Տոտիկ TV է։ Մանկական ալիք ձեր երեխաների համար։ Գովազդով է։ Հա, շատ լավ, ինչի՞ չէ, պետք է իմանանք։ Քո երեխեքի տղաները մանուկ են, դուք դպրոցի նայեք։ խմբերին ասում որ հայերեն սովորեն Մեր հայերենի ամբիոնի դասատուները ամենալավն են։ Ահա, դե կասես իրեն։ Տոտիկ TV հենց այդպես է կոչվում։ Տոտիկ։ Իսկ սիրելի հայ երգիչ։ Տուտիկ։ Հայկո։ Ես Գրիգորիչին էլ չեմ, ինքը այնքան ավելի խտացված է, բայց որպես երգիչ ես իրան շատ եմ եղել։ Հա, բայց ինքը իրան երբեք Դե որտեվ ինքն էլ մուզիկանտ է եղել, ոչ թե տենց վոկալիստ։ Գուցե չի համարել, ես էլ ինձ վոկալիստ չի եղել։ Ինքը պրոստը Հայկոն Հայկո է եղել։ Բայց ես Հայկո լսել եմ մեքենայի մեջ, դրա համար հանդիստ կարող եմ ասել Հայկո, որտեվ Հայկոյի դիսկերը մաշվել են իմ մեքենայի մեջ։ Հայկո։ Լավ, ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը, որի համար վարձատրվել եք։ Հայեր խմբում ես աշխատել եմ 6 ամիս ժամկետով աշխատել ենք փորձնական շրջան, հետո ստացել եմ առաջին աշխատավարձս։ Ես էլ նոր տարվա յոլկա էինք բեմադրել Նայիրիում, ես Սնիգուրոչկայի դեր էի տանում։ Ինչև է չէր վարձատրվում բոլես։ Չէ, հա։ Ես չէ, Սնիգուրոչկայի դեր էի տանում։ Բա ես ինչ էի։ Օ ես արքային անկապ արքայադուստր էի։ Երեք Գիտես ում հետ կներես էլի Մխոյի, որ հիմա ամենահայտնի սաունդ ինժեներն է։ Մխոն, այո, արքայազներ։ Մխոն արքայազներ, ես բան համար արքայադուստեր։ Սամոն Բաբա Յիգաներ, Գրիգորյան Սամվելը Բաբա Յիգա էր։ Օ, ինչ լավ Ես Սնիգուրոչկան էի, Ռադիկը Դեդ Մարոզ, չէ՞։ Ռադիկը Եմ չեմ հիշում։ Ու երեք անգամ օրվա ընթացքում Օրվա 3 սեանս խաղում էինք։ Այդ բոլոր գումարը ինձ միանգամից չէին տվել, ես հավաքել էին մի քանի այդ 2-3 ամսվա հավաքածը, այնքան էի ուրախացել, գնացել էի դիմացը Արտասամանյան հագուստների խանութ կար։ Կամիսյոնկաները, բավական։ Նայրիի դիմաց Պուլպուլակի մոտ խանութ կար։ Հա, ճիշտ է, շատ սիրուն։ Շատ սիրուն բաներ էին վերում, գնացի թանկ ուսն շոր առա։ Ահավոր ուրախ էի։ Երաժշտություն ոնց եք լսում։ Ես ճիշտն ասած YouTube Music վիդեոյով եմ լսում, որտեղ երեխեքը մեկ-մեկ փոխում են վիդեոյի, որ բառերով երգեն։ Վերջինը կարող է նույնիսկ ես ռադիո եմ լսում, որովհետև այն ռադիո ալիքը, որ լսում եմ իմ բոլոր ժամանակների սիրելի երգերն են, եթե Ալեքսը մեքենայի մեջ է, միասին լսում ենք իր playlist-ը։ Ինչ է լսում ինքը։ Ինքը Ջաքսոնի մեծ ֆանատ է, ինքը սիրում է Քանյե, այն մյուսը հայտնի ռեպերը Քենդրիկ։ Եվ հաճախ լսում ենք դասական երաժշտություն մեքենայի մեջ Ալեքսի նախընտրելով դասական։ Ալեքսը սիրում է, այո, ինքը սիրում է մեքենայի մեջ դասական լսել։ Կստати իմ փոքր տղան էլ է դասական է լսում։ Վախ։ Չէ, իմ տղան շատ է սիրում Շոպեն, Չայկովսկի եւ մենք իր պատճառով
Վարշավայով եկանք Լոս Անջելեսից, որպեսզի դուրս գանք Շոպենի տուն թանգարան տեսնենք, բայց վերջին անգամ ավելացրածը էլի տղաներիս երգն է I Wonder, Kanye West Իմիջ Այլոց Ջեքսոնի Չիկագոն ես Ալեքսով եմ ճանաչել YouTube-ը Ռեկլամ ես անում Չէ, որ միացնի կփակի YouTube-ը Լուրջ Ուղղակի պոստերը կդնեմ Ինչ է տակ Դերեկան հարուշ եգուր կաղանանք հեղինակայները Բայց այստեղ որ playlist-ս նայեմ, էլ Չայկովսկի կա, էլ Earth, Wind and Fire, կստացի Google-ի search-երի մեջ եմ մի անգամ բան տեսել, տղաներս են Google search անում։ Տղաներս search էին արել վերջին անգամ որ տեսա, գրած էր, որ արդյոք Earth, Wind and Fire խմբի երգիչները, երաժիշտները դեռ կենթանի են։ Իրենց այդ ինֆորմացիան հետաքրքիր է։ Շատ թույն։ Եթե ձեր կյանքը ֆիլմ լիներ, ինչպես կկոչվեր։ Տրագիկոմեդիա։ Միանում եմ զվարճանքի։ Այդ ժանրը իսկ անունը։ Անունը գժվեք։ Բագադի տոշը փոխաչած։ Եմ կամիա։ Այս էսար ինչ դեմ կվաս։ Բագադի։ Տապիկս էր նայում։ Պուգաչովան, էլի, բան, թե ով է երգում «Сильная женщина плачет у окна», հիմա դու երևը, բագադի տոշը plачет։ Ում կյանքով կուզեիք ապրել 24 ժամ։ Շատ բարդ հարց է, լուրջ, չգիտեմ։ Elizabeth Taylor։ Դայմանդների համար, հա։ Ինչ միրկանտիլն է եմ կա։ Հորքուրիս եմ քաշել։ Հորքուրս շատ է սիրում ոսկեղեն։ Հանգիստ թողეთ Չէ, խեղճին։ ինքը շատ է։ Ես իրան եմ քաշել։ Մամաս ինչքան ամեն ինչ ուներ, երբեք չէր կրում ոսկեղեն ոչ բան, բայց հորքուրս շատ էր սիրում եւ ես էլ երևի իրանից եմ վարակվել։ Չգիտեմ, խրուստալ, գժել, ոսկեղեն շատ, այո։ Չի մտածի։ Իսկ խրուստալը կմտածե, բա գժել։ Այ խրուստալը։ Այդ է։ Դու ում հետ կյանքով կփոխվես։ Ես երևի Lady D։ Բայց չգիտեմ իհարկե որ ժամանակա շրջանը իր կյանքի։ Հա, բայց ես քանի որ այդ վերի վարումներին սովոր եմ, կարող է եւ հենց այդ 90-ականների հետ վերջից 2 տարի առաջ։ Վերջից 2 տարի առաջ։ Հա, օնասիսի ժամանակ։ Չէ, գիտես, զուտ իր հզորության բանով ես կուզենայի մի օր լինել այդ հզոր կինը մոտ հասկանալ այդ ոնց կարելի է այդ ամեն ինչը կրել։ Սեփական այդ փոքր մարմինի ու այդ ուսերի վրա։ Կա սովորություն, որ մարդիկ չգիտեն ու դուք համարում եք տարօրինակ։ Ես այս վերջերս օրինակ շատ եմ խոսում իմ տարօրինակ սովորությունների մասին։ Առաջ գուցե ասենք կամ այդքան շատ չունեի կամ չէի գիտակցում, օրինակ հիմա մեկ ասում եմ երեխեքներ եկել այդ գուցե տենց տարօրինակություն։ Անկա բաներ, OCD-ից սպռնած ինչ է։ Ես ուզում եմ ասեի իմը ձեռքբերովի է ոչինչ։ Որն է։ OCD, ես չեմ սիրում որ մեր տանը մարդ է գալիս կոշիկներով։ Հա։ Ես ունեմ одноразовый տապочкек, ես ունեմ բախիլներ, ես ունեմ ամեն տեսակի հարմարություն, որ մենակ թե այդ կեղտոտ կոշիկը իմ պոլին չկանգնի։ Այդ երբ սկսեցիր դու մի քանի տարի է, սկսեց թեթև բաներից, տենց փոշին մաքրել։ Այդ խորանու մատարիքի հետ։ Ու այդ շատ վատ բան է։ Սկսեց նրանից, երբ որ ես սկսեցի անընդհատ լվացվել։ Իմ պայուսակում միշտ կա ձեռքի COVID-ից հետո։ Չէ։ Ես անընդհատ ունեցել եմ միշտ, հիմա էլ պայուսակս բացես ձեռքի կրեմ կա, որտեվ շատ եմ լվացվում, որպեսզի չչորանա ձեռքերս։ Սկսեց ձեռքի կրեմից, հետո սկսեցի երեխաներին անընդհատ լվացվեք, դրսից եկակ լվացվի, այս կպար լվացվի։ Հետո նկատեցի, որ կամանց ավելի խորանում է, հիմա ցավոք սրտի եմ ասում, որովհետև մեծ տղաս շուտ-շուտ է լվացվում ու ինքն էլ ունի մոտը մի քիչ զգալի է արդեն, իսկ փոքր տղաս ընդհանրապես հակառակն է, երբեք չի հիվանդանում, փոքրը մեծը շուտ-շուտ է հիվանդանում, որովհետև շատ ենք լվացվում, դա այդ OCD-ին շատ վատ բան է, շատ։ Իսկ դու Քոնը ոնց է դրսևորվում։ Պիտակավորենք, բայց այդ բառը է ու մի քիչ հիմա ինֆորմացիան այնքան շատ է, այս վերջերս մի բժշկուհու էի լսում, ասում է չկարդալ չլսել։ Այո։ Հա, ընդ որում ախմախություններ կան, որ ականջից կողքով անցնում են, բայց օրինակ եթե ժամանակին կարող էի ասենք թե անկողինն եմ հարդարում, Ալեքսը որևէ ուտելու բան ուզեր, գնայի խոհանոցից հանգիստ բերեի, բայց եթե ես հիմա անկողին եմ հարդարում ու եթե դա
խոհանոցի հետ կապված մի բան ենթադրենք ալի կամ ես պիտի գնամ այդ պահին ուզեց սիրտս սուրճ, ասենք կիսատ եմ թողնում կամ անկողինը հարդարեցի պիտի գնամ խոհանոց ինչ որ մի բան անեմ, ես պիտի անպայման ձեռքերս լվանամ։ Հա, բայց այդ շատ Բայց տարօրինակ սովորություն չի։ Տարօրինակ է, առաջ չենք ունեցել տենց բաներ։ Տարօրինակ Չէ, ես ունեցել եմ թեթև տեսակը, հիմա գնալով ուրեմն ապրում եմ Արման Աղաջանյանի տանը Երևանում։ Գիշերը իրեն գրում եմ, ասում եմ Արմպիլի սոսը որտեղ է, ասել է, բայց մոռացել է։ Արմանը Ամերիկայում է, գրում է կյանքս գիշերվա կեսին սիրտը պիլի սոսը ուզում, ասում եմ չէ, վաղ առավոտ շուտ։ Պետք չի միանել։ Ամենամեծ սուտը, որ մարդիկ խոսում են ձեր մասին։ Որ լսել եք ձեր մասին, կամ գրել է մամուլը ձեր մասին։ Երբ որ ամուսինս, ընդհանրապես իմ ամուսինը չի սիրում նկարվել, լինել սոցիալական կայքերում, լուսաբանվել եւ այլն, ուշադրության կենտրոնում լինել, ավելի ճիշտ բառով ասեմ։ Մի պահ տարածված էր, որ իմ ամուսինը արաբ է։ Հետո փրչոտ մեծ փորով։ Փորը փրչոտ թե ինքը փրչոտ։ Չգիտեմ, տենց էր գրած։ Կապ չունի իրականության հետ ընդհանրապես։ Դու տեսել ես, օ դու էլ երևի։ Հա, հայա, շատ Նորմալ։ Հայ, շատ սիմպաթիչնի, շատ կարքին տղա։ հայերեն ասած սիմպաթիչնի։ Շատ սիմպաթիչնի։ Ահա։ Իսկ դու Մանե ջան, ես որը էլ որն ասեմ, էլ որը։ Կամ պատմեցի։ լավ մեկ ասա։ Հաճելիներից ասեմ, որ շատ հարուստ եմ, տանը մի քանի աղախիններ ունեմ։ Հա, բավական է։ Հա, Հա, բայց ճիշտ ասա, ինչի ճիշտը չես ասում։ որ մասը։ Ես Որ չեմ ունես։ ասում, որ ես հարուստ չեմ։ Ես չեմ ասում, որ ես աղքատ եմ։ Be honest։ Ուղղակի մի քանիսը չեն, մեկն է։ Հա, մեկն են։ Դե տենց որ տենց ախմախ անձնականի հետ կապված լիքը բաներ ուռճացրած ու մի քիչ իրականությանը մի քիչ չէ, մի քիչ շատ իրականությունը չհամապատասխանող, հավանաբար երևի։ Հա, մի անգամ շատ վաղուց լսել եմ, որ ես ունեմ երեխա, մի րոպե հիշեմ, ունեմ երեխա, որը Ալեքսի մասին չի խոսքը։ Չէ, որին papan ինձանից վերցրել է, այդ Ալեքսից առաջ։ Կինո։ Papan Այդ ինձանից Սանտա վերցրել է, Բարբարա ինչ որ հա, տենց իմ ամբողջ կյանքը տենց սերիալ է։ Շատ հետաքրքիր են խորացել։ Սերիալներ գրող ազգ ենք, է, լավ սցենարիստներ ենք, կորցնում։ Ժամարը բոլորի ռեժիսոր ու Այո։ դերասան։ Բայց սցենարիստների պակաս կա շուկայում։ Դարձեք սցենարիստ։ Եվ վերջին հարցը, ով է եղել ձեր առաջին celebrity crush-ը։ Ինչա վերջապես աղջիկներ են, որոնց չեմ բացատրի celebrity crush-ը։ Իմը Արամոն։ Հա։ Այո, ես մենք մի բակում ենք ապրել միշտ։ Լավ։ Արամոն, որովհետև ինքը այդ ժամանակ շատ տենց սիմպաթիչնի, մազերը ջել արած, տենց տատիկիս մոտ էլ կարծեմ, եթե չեմ սխալվում, տատիկս իրան տարել է երաշտական դպրոց, տենց անընդհատ մեր տուն էր գալիս գնում փոքր տարիքից ու տենց սովորություն էր մնացել, միշտ մեր տուն էր գալիս։ Այդ ժամանակ էլ ես առաջին դասարան էի, իմ ինադու, երբ որ ինքը Էմայի հետ ծանոթացավ, Կոինադու։ ինձ բերեցին, հատուկ Էմայի հետ ծանոթացրեցին, որպեսզի ես ծանր չտանեմ։ Ու ասեցին, այո, շատ լավ եմ հիշում։ Նույն անունով, Այո, օքեյ, ասեցին հատուկ ենք Էմա ընտրել, որտեվ դու փոքր ես, դու չես կարող Արամոյի հետ ամուսնանալ։ Դրա համար Էմա անունով կին ա ընտրել։ Շատ լավ եմ հիշում, այո։ Արամո, celebrity crush։ Լավ են, բայց կոտել։ Այո։ Համընկել է համել լավ։ Բայց հա։ Հետո Էմային սիրում ես։ Շատ։ Հա։ Ուրախ եմ, որ ինքը ամուսնացավ, որ ես հիմա իմ ամուսնու հետ եմ։ Հա։ Նման է Արամոյին։ Չէ, абսолютно, вообще նման չեն, вообще։ Արամոյին չէ։ Ջորջ Մայքլ։ Հետո որ իմացա։ Շատ ուշ եմ իմացել։ Հետո երբ իմացա, Նադյան է ասել։ Ջանա, որտեղ Նադյան Արոն է անգլիա։ Որտեղ Նադյան, հետո բանից պարզվեց, որ Նադյան էլ տենց։ Չէ, մի անգամ ասում էր։ Արոն էր Անգլիայից ասել։ Հա, չգիտեմ, դե այն ժամանակ տենց ինֆորմացիա։ Արագ չէր տարածվում, հա։ Դե այն ժամանակ ընդհանրապես փակ էր։ Որտեղ իմ քերին Անգլիայում աշխատում էր Ջորջո Արմանիում։ Հա։ Տենց է ասել։ Այն որ ինձ ասում է Բոշա։ Հա, Արոն։ Հա, հետո մի անգամ խոսում էինք, որ Նադյան էլ ինչ որ ասում էր, որ ինքը շատ մեծ տենց սիմպաթիա է ունեցել, բան մտքումս ասում էի, ես էլ դեռահասության տարիքում։
Կարքին ճամիր ճաշակով աղջիկ եմ։ Հետո հիասթափություն ապրեց։ Օրը։ Ես։ Դե չէ, դե արդեն անցել էր, կապ չունի, հա։ Հիասթափություն Ջեքսոնից եմ ապրել։ Դու առանց իմանալու, բայց հետո բանից բարձվեց, որ սուտ է։ Երբ որ լուրեր տարածվեց, չէ՞ որ ինքը իսլամ ընդունել, տենց եկա լացելով, պլակատները պոկում էի լացում, բայց հավաքել եմ, պահել եմ։ Հա, գիտես, այդ քրիստոնյա իսլամ այդ ժամանակ շատ լավ չէի հասկանում, այդ ինֆորմացիան չունեի, այդ հոգևոր բան հասունությունը չունեի, բայց ինչ որ sense մի պահ sense բան եղա։ Դու չէ, ոչ թե դավաճան ունեցել սենյակում պլակատները, մամաս ասում էր կլինի մի օր փող տամ գնաս իրան առնես, բերես, քեզանից պրծնենք։ Ես Lauren Hill էի անում պոստերներ։ Lauren Hill, հա, ես Jackson, Eminem ու Cisco այդ ավելի ուշ։ Cisco էլ եմ ունեցել։ Գիտես որ գնացել ես որ չէ Cisco-ի համերգի։ Այդ վերևի նոտաները բան սաղ երկեց նույն ձև, թե։ Գորած այդ վերևի Մի հատ պատմություն պատմեմ թեմայից դուրս։ Երբ որ պիտի Jamiroquai գար Հայաստան, ես էլ Մուրզոն էլ ահավոր ֆանատ ենք միշտ եղել գժի։ Ես գնացել եմ Սան Ֆրանցիսկո։ Խավարի ֆանատ ենք եղել։ Վայ, չախ ջաջա։ Հա, այդ էի պատմում։ Ես Երևան չէի կարող գալ, որովհետև հղի էի եւ զանգեցի Մուրզոնին, ասացի՝ «Արի ես տոմս առնեմ, գնա երկուսիս համար, երկուսիս աչքերով նայի համերգը»։ Ասեց չեմ գնալու ես այդ համերգին։ Ասեցի ինչի։ Ասես դե որովհետև ես ուզում եմ որ ինքը իմ ուղեղում հիշողության մեջ մնա նույն ձև ոնց որ հետո նայում եմ մոշներ վիդեոներ գցել համերգից ասում եմ ինչ լավ էր Մուրզոն տենց բան ինձ ասել դուրս եկավ սնան Էս ինքն է բայց հիմա ոնց որ հետ է եկել որովհետև ես իրան եկավ Հայաստան երբ որ 17 ես հղի էի չկարողացա գալ ես Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Step by Step գրուպը, որը միավորում է մի շարք շինարարական բարձրակարգ նախագծեր։ Նրանց նախագծերից են Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ 8 մասնաշենք ինքնատիպ ճարտարապետությամբ, ժամանակակից եւ նորարարական լուծումներ, սեյսմակայուն եւ էներգախնայող կառուցվածք, շուրջօրյա անվտանգության ծառայություն, ինչպես նաեւ կանաչապատ բակ, զրուցարաններով, ճեմուղիներով, շատրվաններով եւ խաղահրապարակով։ Շուշի Palace-ում հաշված բնակարաններ են մնացել, այնպես որ դուք էլ կարող եք ձեռք բերել եւ տեղափոխվել ու վերադառնալ Հայաստան։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by Step Group։ Ամենաշատ զուգերքեր ունեցող երգչուհին ես դու։ Շատ տարբեր արտիստների հետ զուգերքեր ես ունեցել, բայց հիմա այսուհետ կարող ես թողնել այս զուգերքերից ընդամենը մեկը համացանցում։ Անացածը ջնջում։ Արդեն բարձավար։ Իմն էլ նույն հարցը լինելու։ Չէ, դու շատ չունես, չէ։ Սուպերսակո, Միրհան, Միշո։ Հայտարարեք։ Եսայի։ Լավ կարանք նույն հարցը դա։ Չէ։ Ջուս թե շպրոտ։ Խոսում ենք դուետների մասին, երգերի մասին։ Որը կթողնեիր եթերում մնա։ Ջուս։ Հա։ Ջուսինը թողնում ես։ Ջուս թե Սարգիս Եղիազարյան։ Ջուս, որովհետև Սարգիսի հետի երգը իմ երգն է եւ նույնը կա համացանցում։ Ջուս թե Արամե։ Ջուս։ Շատ լավ երգ է ախր այդ երգը։ Շատ եմ սիրում ես այդ երգը։ Ջուս թե Արազդարը։ Արազ։ Մուրզոյի գրածներ չէ՞ երգը։ Հա, Մուրզոներ գրետ երգը։ Անիտա։ Արազ թե Արսեն Գրիգորյան։ Արազ։ Արազդարը թե Նորո։ Արազ։ Արազդարը թե Սարո։ Արազ։ Լուրջ։ Դուետը որպես այո, Արազդարը թե Արման Հովանեսյան։ Արման Հովանեսյան։ Եկ այս գիշեր վառենք բոլոր մոմերը։ Այդ ամենից ամենադուետն է իմ։ Հա։ Դա հետո Սերու կարոտը, հետո մնացածը։ Այդ երկուսը թոփերն են։ Դե լավ, էլ Արման Աղաջանյանի անունը չեմ տա, ոչ։ Աման, էս ինչ եղավ։ Դե մեկ է, բայց։ Հա։ Մեկը Արման Հովանեսյանի։ Արման Հովանեսյանի հետ զուգերքը մնում է համացանցում։ Այո։ Գնացինք լսելու։ Բարդ հարց չէր, չէ՞։ Չէ, կայֆ էր։ Էմ։ Նրանցից մեկը պետք է մնա ձեր տանը 3 ամիս։ Խնդրում եմ, ես OCD եմ։ Ես կամ այդ ցուցակով։ Ասեցի։ Ոչ մեկ, բարձր։ Մուրզո թե Հրաչ Մուրադյան։ Մուրզո։ Մուրզո թե Արտուր Մանուկյան, ռեժիսոր։ Արտուրը շատ ակուրատնի է։
Շատ։ Բայց ոնց կիսեմ իրանց երկուսին, մյուս երկուսին էլ էի սիրում։ Բայց 3 ամիս պետք է մնան ապրեն քո տանը, դու պետք է կերակրես։ Արտուրը Մանուկյանն են սիրուն կհավաքեինք իրար հետ, լիքը խանութներ կգնայինք, Target-ից ապրանք կառնենք, հա Արտուրը Մանուկյան։ Արտուր Մանուկյան, թե Արսեն Գրիգորյան խուճուճ։ Լավ է, ինչի՞։ Գնալու դաշնանալու է երևի թե։ Տեսար ինձ խղճացել էր, մեծ կին էր, Գիժա է, ինձ հավես բաներ Արսենը։ արեց իմ հետ։ Լավ, եթե նայ Արտուրի էներգետիկան սենց հանգիստ է, Արսենինը գժուկ է, դավայ մի հատ 3 ամսով Արսենին վերցնենք։ Խուճուճ թե սուպեր սակով։ Չէ, խուճուճ, սուպերին չէի դիմանա, չէ։ Արսենը, այո։ Խուճուճ թե Սոֆի Մխեյան։ Օվենին։ Օվեն Սոֆիկին։ 3 ամիս։ Նա Արսենի հետ մնամ։ Արսեն թե Նազանի Հովանեսյան։ Նազոյի հետ մնացել ենք։ Արսեն։ Արսեն թե Նունե Եսայան։ Հիմար լինես։ Արսենը մնաց մեր տանը։ Չէ, Նունեն շատ հանգիստ է, Նունեի հետ էլ կկարողանայի։ Բայց Արսեն։ Արսեն թե Վիկա Մարտիրոսյան։ Վիկա։ Եվ վերջին հարցը Վիկա թե Էրիկ Կարապետյան։ Էրո։ Էրո Մակրասերա։ Կապ չունի։ Չէ, բայց ինչ ասեմ կանի։ Բայց դե Սանիկա էլի։ Սանիկա։ Հա։ Ասում ենք առաջ ու խաղում ենք քոչերերի խաղ, Դավայ, գուշակիրով եմ։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է D-Energy ընկերությունը, որը առաջարկում է իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ Մասնավորապես 6-ից 10 կիլովոլտ բաժանորդների եւ բազմաբնակարան շենքերի կառուցապատողների համար, որն իր մեջ ներառում է անվճար խորհրդատվություն, նախագծային եւ շին մոնտաժային աշխատանքներ, շին թույլտվության ստացում եւ գործընթացի փաստաթղթավորում։ D-Energy ընկերությունը շուրջ 13 տարի է ինչ իրականացնում է էլեկտրական ցանցերի նախագծման, ինչպես նաեւ մոնտաժման աշխատանքներ եւ կարող է օգնել ձեզ ճիշտ լրացնել ձեր դիմումը նոր բաժանորդ դառնալու համար։ Վստահեք պրոֆեսիոնալներին, խնայեք ձեր էներգիան, դիմեք D-Energy։ Զանգահարեք 8577 կարճ համարին եւ ստացեք անվճար խորհրդատվություն։ Երկիչ է։ Այո, Մեր Պակալենյայից։ այո, Կին տղամարդ։ Կին։ ոչ։ Այսինքն։ Չէ, ասեց չեք կարա հարցնեք թե Հա։ թե։ Ես դրա համար հա ուղեցի։ Կին, ոչ։ Իստված միջ։ Ոչ, կին չի։ Ինչի։ Լավ եմ խաղում։ Շատ։ Գժվում է։ Եվայի մայկան սիրում է հակնել։ Եվարի վսի մայկա սիրում է հակնել։ Դու սիրում։ I don't think so։ Չգիտեմ։ Հաստատ Հա, չէ։ չէ, հա, չէ, դե դու ավելի Մեր լավ։ Պակալենյայից որ գնում եմ այնտեղ Շատ անդր։ կզարմանամ։ Բոլորը հագնում են այդ Չէ, մայկան։ մի հոգի է հակել մենակ էս կյանքում։ Քանի հատ ունեմ։ Դեռ 6 հարց կարող ես։ 10 հատա։ Հա։ Բայց շատ երկար մի մտածի։ Կոլոտա, Չէ։ բոյովա, Փաստորեն։ շատ բոյովա, սենց հարցը պետք է տայի ավելի ճիշտ։ Կարա տենց Ես հարց տա։ հաշվում եմ։ Շատ Չէ, բոյովա։ 7, շատ բոյովա։ Շատ բոյով չի։ Բոյովա։ Կամպոզիտորա Այո։ եւ ես Դե կոմպոզիտոր օտ։ ոնց ասեմ, բայց Չէ, բայց այդ չէա թե հայա։ կոմպոզիտորը չէ։ Ինքն է ստեղծում։ Դե всё, շուշեցիր, Դե բայց կամպոզիտորը էդ է։ Հա։ Գրում է իր երկերը, կամպոզիտոր ես էդի նկատի ունեմ, Այո։ էլի։ Հա։ Մենք է բոլորը Հիմա հասկացանք։ մեր հետ է։ Որտեղ։ Ստեղ։ Կա։ Ապրոմա նկատի ունես։ Այո։ Վայ։ Կամպոզիտոր մնացել է հիմա։ Տենց ովքեր իրանց երկերը գրում են։ Լսի, կոմպոզիտոր հարցին ես քեզ միատել եմ բոնուս հարց տալիս։ Հարցը փոխի։ Հա։ Շատ սպորն է, Ախր վիճելի է։ ես խնդիրներ ունեմ հիշողության։ Ինձանից շատ։ Լավ, երկու հարց։ Հիմա դեռ շատ ակտիվ երկիչ է։ Հա։ Տենց կարամ ասեմ։ Հայաստանում է։ Ոչ։ Վերջ, 11 հարց հնչեց։ 10 հարց պետք է հնչեր, ուղղակի քեզ բոնուս տվեցինք։
Եվ արդեն միայն անուն հնչեցնելու հնարավորություն։ Հա, հիմա պետք է անունը ասեմ։ Okay, Արսենը կոմպոզիտոր է։ Մեզ միստուգի հիմա։ Չէ, ես ուզում եմ դու պարտվես։ Երազի։ Եթե Ամերիկայում Արսենը Գրիգորյան կոմպոզիտոր է, Վերջնական պատասխանը Արսեն Գրիգորյան։ դե հանի նայ։ Հարցնում է վերջնական պատասխանը։ Ասում եմ, այո, Արսեն Դե Գրիգորյան։ հանի նայ։ Կոմպոզիտոր է։ Բա հենց այդ է, Դե հենց այդ էդ ա, դրամար ասում էինք ենք, վիճում, չէ։ բայց իր երկերը ինքն է, իր գործերը ինքն է Արսեն գրում։ ջան, բարև։ Որև։ Ինքը ասած ստեղծում է այդ հուշեց։ Չէ, միշտ սորի, 1000 անգամ տեղը կհանենք։ Արի սևան գնանք, ինչ Արի նապակել սևան սևան գնանք։ Այդ էս։ Հիմա դու ես Պետք է հարցնեիր։ Տիրայ մին պատժելու եք արդար։ Էլի Ոնց պիտի եմ զանգեմ պատժելու։ միշեն, ուրեմն։ Չէ, 10 հարց։ Երկիչ է, Այո։ տղա, Այո։ հետս դուետ ունի, Այո, ես է պիտի այդ հարցը տայի։ ահա։ Բայց որ ասեիր, կարող ասեի, հա մնաց 30։ հետս դուետ ունի։ Ունի։ Այո։ Հա, գուշակելու է։ Էստրադային ժանրի։ Չգիտեմ այդ ինչ ժանրը։ Լավ չի, ասեմ ոչ։ հա։ Էստրադային ժանրի։ Տրանսովա։ Որորը Մորուքովա։ Մորուքովը Արմանն է, չէ։ Այն Մորուքովա։ Բարման։ Դե Մորուքովա։ ուրը գիտի երևի։ Արմանը էստրադային չի պալյուբոմու։ Որ Արմանը։ Որ Արմանը։ Չգիտեմ։ Կամ համ չէ մեկ-մեկ, հա։ Չգիտեմ։ Ուրը գիտի Հա, երևի։ Ամերիկայում է ապրում։ չգիտեմ։ Իրոք չգիտեմ։ Ես էլ չգիտեմ։ Երկաթ մազերովն է։ Երկար մազերովը։ Հիմա թե вообще։ Կլիպում։ Կարամ տենց հարցնամ։ Կլիպում երկար մազերովա։ Մի նայ իմանեին հարցիս պատասխանի։ Կլիպում երկար մազերովա։ Ինչքան հիշում եմ, հա։ Կաղա էֆեկտ Ինչքան Մանդելի է։ հիշում եմ, հա։ Չեմ կարա հստակ Կողա դա ասեմ։ միայն մեզ թվում։ Պրինցիպի գիտեմ ով է։ Բայց դեռ 3 հարց ունես։ 3 հարց ունեմ, բայց մի րոպե մի հատ բան հիշեմ ինքս իմ մեջ։ Հա, էլի։ Հա։ Գիտեմ ով է։ Պարզավոր գիտեմ։ Պարզավոր գիտեմ։ Ասա։ Արաս Դարենը։ Այո։ Որտե որ չգիտես որտեղ է ապրում։ Մենակ այդ պահն էր երևի։ Պետք է ասեի, չէ, որտեղ է կստացի ապրում։ Ստեղ է հիմա։ Էլեկտրաֆիկացման ամբողջ գործընթացը թողեք մեզ։ D-Energy-ն հոգում է ամեն ինչ։ Խնայեք ձեր էներգիան։ Մենք այն կապահովենք։ Եվ պատժում ենք Էմիլ։ Ես չեմ պատժվել, ուռա։ Շատ եմ սիրում պատժվել։ Պատժիրի։ Պատժակ ինձ պատժակ։ Իսկ մա Էմի բարագայում զանգը հավես կլինի, ունենց մարդու զանգի, որ իրան շատ դիսկոմֆորտ լինի այդ զանգը։ Ես պետք է ընտրեմ։ Հա։ Լսի, սա աշխարհի բա պոզիտիվն է, ու բանը։ Ունես մեկը ում հետ տենց ինտրիգներ բաներ ունես։ Ունեմ ոչ մեկի այդ ինտրիգ։ Հիմա Մուրզոն գիտի որ ստեղ ես։ Գիտի։ Ափսոս։ տենց մեկին Ումից զանգել, ենք որ խոսում։ անսպասելի։ Էրիկը գիտի որ ստեղ ես։ Հա, բայց Բայց ինքը չգիտեմ։ Վրաստանում է, կարող է կապը վատ լինի։ Բայց եթե գիտի արդեն բարձավոր կջոգի որ ստեյց է զանգում։ Նենց մարդ որ չգիտի։ Իսկ ավետը գիտի որ Ես ուզում ասեի, իսկ եթե ավետի հետ անես։ Անին ասել է։ Հա, բայց այստեղ լինելը ինչ կապ ունի։ Զանգում է լրիվ անկապ ապուշություն է խոսում։ Հա, Գիտի զանգեմ որ ահոյ։ այսօր ասում կան։ Չգիտի որ։ Թե գիտի որ գալու է։ Գիտի որ ստեղ եմ։ Է որ Մի հարցնում րոպե։ եք գիտի որ ստեղ ես նկատի ուներ Հայաստան դու այսքան ժամանակ։ Ես Հա, ես էլ եմ մտածել Հայաստան։ Հա, չէ, ես հաղորդման Հա, հյուր եմ։ Չէ, ոչ մեկ չգիտի որ Ոչ մեկ չգիտի, դե արի նորից սկսենք, ում էինք ասում։ Էրիկը Վրաստանի ճանապարհին է։ Բայց գիտի որ հենց այնպես ում ես։ Հա, Լանան գիտի, որտեվ հաղորդումից հետո պիտի գնայի տեսնեի իրանց։ Լսի, ում հետ որ երկար ժամանակ չես շփվել։
Այ ավելի տենց խոխմա տենց մի բան էլի ում հետ չէ շփվել կամ։ Սուպերը ստեղա։ Հա։ Ստեղա սուպերը։ Հա։ Արմենչիկի հետ ոնց է։ Արմենչիկն էլ է խոխմա կայ։ Տենց շատ համերգից համերգ ենք տեսել, կյանքում տենց շատ չենք։ Զանգի սուպերին։ Ինչ եմ ասում սուպերին։ Ասա մի հատ ծնունդ կա։ Ասա քո սպիտակցի դուետն են ուզում, բայց Բայց ուզում որ ես ես սպիտակցի Իրա փոխարեն, սպիտակցիի փոխարեն ես երգեմ այդ մասը։ Հա, կարա լինի։ Անկապ չի, բայց Կարար լիներ սպիտակցի այդ Չի կտորը հավատա։ ռուսերեն լինի։ Կամ քո կտորը, քո ռեպի կտորը։ Ռուսաստանի հայերեն ուզում են, որ ռեպը ռուսերեն անգլերեն չի լինի։ կարա, սանկցիաները ուզում են ռուսերեն լինի։ Կարաս ռուսերեն կարդաս այդ նույնը, ես քեզ ինքս չխոսում չէ ռուսերեն։ Ներողի չէ։ Անգլերեն տառերով կգրեմ։ Գրենք բառերը, ռեպը, հա։ Okay։ Հա։ Ինքը եղել է քեզ հետ։ Չէ։ Իսկ դե չվերցնելում կարող։ FaceTime։ Audio։ Super What's up։ What's up, Emmy? Ինչ կա, ինչ ես անում։ Espanla coming pachei. What coming pachei or zangir? Լսի չէ, որ ասեմ ինչի համար եմ զանգել, it's just business։ Մի հատ կարևոր բան եմ ասելու, Երևանում ես դու հիմա։ Հա։ Listen, մի հատ ընտանիք կա Ռուսաստանից, շատ հարուստ են, իրանց հարսանիքը Մոսկվայում է, ուզում են քո ու Հայկոյի երգը, բայց քանի որ այնտեղ անգլերեն չես կարա երգես, ասում են կարողա ինչ փող ուզի կտանք, սենց վիճակա, կարողա համաձայնվի, օրինակ ռուսերեն ինչ որ ձև երգվի այդ երգը, բայց սպիտակցի պահը, չգիտեմ, ռեպի պահը, չգիտեմ այդ ոնց է լինելու։ Փողը գյուրա ուզում ես չիներեն երգեմ։ Նախ չինարեն, սկսեմ։ Լավ լուրջ, չէ, լավ լուրջ։ What are you doing? Pretty girl. Բայց ռուսերեն դու մի քանի բառ գիտեիր, ես շատ լավ գիտեմ, որ կարաս։ Конечно, знаю, я говорю тоже. Լավ, ինչ ասեմ, կարողա մեկի համար ինչ ասեմ կանես, թե չես անի։ Հա, հեսա համար գրեմ քեզ դոր իրանց համար։ Իսկ բառերով է ռեպի գրելու, կարողա Ավոն գրի Բարսեղյան, ինքը լավ է գրում ռուսերեն։ Բա ինչ։ Կան չէ, լիքը ռուս ռապեր ընկերներն են, մենք անակա բան, որ Sunshine and Rain-ը բան արել են, հետո իրանք ասում են գրի։ Բա սպիտակցու պահը։ Ասում են հայ, չէ, իսկ կարողա վсё-таки սպիտակցու պահն էլ կարանա փոխի, այդ կանը, Կիրկորովը երգի ասենք։ Կիրկորովի հետ դու բեմ պատկերացնում ես, որովհետև լուրջ ես մարդիկ խորացած տենց բաներ են ուզել, չգիտեմ, որը բացի քեզնից, հեսա քեզնից հետո զանգելու եմ ուրիշին, էլի են ուզել համերգի նման է լինելու։ Հա, դες պրոբլեմ չկա։ So ասեմ կարա ռեպը ռուսերեն լինի, սպիտակցու մասը ռուսերեն, Ֆիլիպ Կիրկորովը բայց երգի։ Հա։ Okay, ում համար։ Ես բանի դեմ չեմ։ Ասալի դիտի համար տամ թոզանի։ I can't stand you։ Մի հատ պասիվ։ Ես չեմ դիմանում։ Wait։ Կան, լսի, ուզում եմ բանը, թող կես մի ընտան, բան անեմ, արապերերի գրքեմ։ Դե արաբերենը քեզանից հեռու չի։ Hello, բահե որ մեզ նայողներն տեսնեն։ Սա քո ապրես։ Ֆասոնին փողին մոնատ, հա, սուպեր։ Արմինկայի հետ ենք։ Ես բիզբայ արմիկա ջան։ Յա, տենց չէ երևում, հա, ոնց որ։ Տեսա։ Առաջին հետ են բոլորը։ Խոսքիդ վրա։ Սերու կարոտը։ Yeah. Այդ հինա։ Ինքը միշտ սիրուն է, մի սկսի։ Սակո երբ ես գալիս հյուր։ Այ։ Չէ, կամերաների Սարքեցինք արդեն ասել ես սպասում ենք հա։ պատասխանիդ։ Երբ ես գալիս։ Որ կամ քեզի հյուր կփագեն ծրագիրը։ Չեմ փակի, որտեղ փակող չկա։ Ցենզուրայից դուրս։ Զանգեմ պայմանավորվենք։
Այո։ Okay։ Տեսար բանը ջան, էս էլ Դե կպով։ ասա Պակա։ What's up? Տեսար։ Իրան Սարոյին կանչի կմեռնեք։ Կիրկորովի հետ կա։ Կերկորովի հետ։ Հրուշին բարևն է։ Բայց լավ այդիա է Ռուս այլանդակությունը։ Մեր գործընկեր Չոկոյանի կողմից վերջում ձեզ նվերներ եմ տալիս։ Իմ սփյուռքահայի երկշույն։ Գույնը դուրս եկավ, գիտես։ Բրենդինգը սիրուն։ Չրապ։ Վայ, շոկոլադի մանյակներին շոկոլադ են նվիրում։ Այո, եւ Բայց ուզում եք ինձ նվեր անեք, Հա։ subscribe արեք, ինձ ամեն ամիս սենց ուղարկեք։ Հա, կամերային ասա Չոկոյանին։ Չոկոյանին, եթե ուզում եք ինձ իսկապես լավ նվեր անել, կարող եք ինձ ամեն ամիս ուղարկել Sayat Nova 7 հասցեին Քեզ կուղարկեն Ամերիկա։ կամ Ամերիկա ուղարկեք։ Ես շատ եմ սիրում։ խզող։ Մենակ dark chocolate-ները, մենակ Իրական դառը։ շատ համեղ Շատ են շնորհակալ ու ենք։ լավ կլինի նաև հյուրասիրեք ձեր Ամերիկայում ապրող ընկերներին։ Չէ, ես համով որ բաները չեմ տեսնեն ինչ համեղ բաներ ենք Պոպոկով եւ սև սալորով գժություն։ Շնորհակալություն։ Տեսնելա շատ։ Անչափ Տեսք է սիրուն է, չէ՞, բրենդինգը շատ սիրուն է արած, գույնը։ Ֆեշոնիստաները անչափ շնորհակալ եմ, որ Մենք էլ եկաք։ շատ։ Խնդրում եմ շուշուտ եկեք Հայաստան, մենք ձեզ ահավոր շատ կարոտում ենք։ Մենք Ու լիքը էպիկ չեմ ասում խայտարակ, լավ։ Զվարճալի Ափսոս պատմություններ եմ պապայից պատմություններ չհիշեցինք, լավ, դա էլ հաջորդ անգամ է Քանի շատ որ օրինակ։ ամառը եւ շոքարի այդ բառերով Արի է։ Սևան գնանք ուրեմն։ Ինչ անապա։ Արի Սևան գնանք։ Ինչ անապա։ Էմի ջան, այս շոկին ուր գնանք։ Զմայշի ինքն էլ է մեծացել։ Մի րոպե։ Շոկամարա սաղանդուրայից Սաղ բարի համար։ Շոկամարա ոչկնում եմ որ զարթնում։ Իմ մասին ոչ մեկ Չի էլ մտածում։ Էմի ջան, այս շոկին ուր գնանք։ Սևան գնանք։ Շատ կայֆ է, շատ։ Չմոռանաք բաժանորդագրվել եւ հետեւել հենց այնպեսին ու նաեւ Տուտիկ TV-ին։ Մերսի, շատ։ Ապրեք շատ։ Վայ, ծաղիկները։ Ծաղիկներ բերեմ։ Այնպես չէ որ միայն ես եմ նվերներ տալիս, վերջապես հենց այնպեսում մարդիկ են եկել, Բայց ես իմ նվերը մոռացել եմ տանը։ Ես 3 հատ տոպրակով մոռացել եմ, 3 հատ տոպրակ եմ մոռացել տանը։ շորիկներ, Arminka բրենդի, սկսական Ես էլ որ բրենդ չունեմ, դրա համար որոշեցի ծաղիկներ քեզ բերեմ։ Դու բրենդ չունես, դու մեր մոդելն ես։ Մերսի շատ։ Խնդրում եմ նայեք էլի մյուս հյուրեր։ Ես ուզում եմ լինել Յակուբովիչ։ Ինչ բան։ Իրականում ծաղիկ շատ եմ սիրում ես, ու միշտ ծաղիկները ինձ համար ավելի հետաքրքիր նվեր է, քան Շատ շնորհակալ եմ։ Մերսի շատ։ Պապուլյարը կմեռնեմ, որ չասես կյանքում չի։ գիտենք Ինչ շատ հին ենք, ես եմ կանեմ որ ծնված օրից ենք հին։ Ծնված օրվանից ենք հին։ Բայց հիշում ես հին բառերը, Մերը որ։ վատ բառերով։ Թակավորի մամա, տենց մի ուրիշ տեղ գնամ։ Մերը։ Արուն աստեղ այսօր թափել։ Հա։ Չգիտես պահածոներ, բաներ։ Ընդեն սարքում։ Բաստուրման։ Ընդեն սարքում։ Լսի, չգիտեմ, բաներ կա ոնց որ թե դաժա բաներ կա այնտեղ գործարանայի խորացանք։ Իսկականից բաներ կա այնտեղ զավոդներում։ Դու արևից ծնված, ես խելագարված, միշտ ընտրա չես հիշում ով էր գրել, մոռացել եմ անունը։ Չէ։ Գագիկ Համբարձումյան։ Այո։ Անձրև երկս կռունկի ժամանակ ա եղել։ Արտոթափայլ անձրև։ Արտոթափայլ անձրև։ Ես երկուսիդ երկերն էլ շատ եմ սիրում։ Սիրել ես Անտե Բարբարան։ Չգիտեմ, գիտես դա պարտադիր մի բաներ որ նայում էին Ես կամարներն եմ on։ կամարներ։ Նազոն չգիտի որ ստեղ եմ։ Նազոնը ստեղ է։ Կստати Նազոյին կյանքում չենք զանգե։ Բայց ինչ ասեմ Նազոն։ Նազոյին Մի հատ sense կուրիոզնի մի բան։ Հա, Նազոյին արի զանգ։ Ամենաանհարմար բանը որ դες դիմում։ Որ գնաս տնից սկսես վարել։ Առավոտից որ հարսին դիմավորես։ Հարսիկով կկանգնես երկես հագցնելուց, չէ։ Հա, տիպը սոնան երկի, դու կողքից խոսաս հարսիկի Եվ հիմա համար։ խավորտիկին
Ասեմ առավոտի Հա, ասա հարսի papan ուզելա, ասա քեզ տենց շատ է սիրուն բան, հարսի papan ուզելա, որ թե կենասները դու ասես, հա, լավ չեմ ասում։ Հա, ասա ուզում են որ տենց առավոտի լսի, ասա ուզում են որ դու հյուրերին դիմավորես միկրոֆոնով։ առավոտից, հա, տիպա ցուցակ տան, տուն են մտնում քավորկի, Որ եթե ասի հա, օքեյ, կարանք, բան ասա, բայց մի բան խնդրեմ էլ որ ես ու Վայիկը մտնենք։ Ինձ sense լավ ներկայացրու էլի, ասա անզուգական երկչուհի։ Ասա մեկը չգիտեն, ասա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ բան։ Այսպես բաներ որ ասես կջոգի, բայց արդեն որ տենց։ Սուսեք լավ։ Բաժանորդը ժամանակավորապես WhatsApp-ով զանգի։ Հա, լավ, արի ավետին զանգի։ Լավեցի զանգի։ Նույն լրիվ նույն բանով։ Պեպոյի շորերով։ Ինչի։ Պեպոյի շորերով, ասեմ։ Հա, վրացահայեր են։ Չուն կասես։ Էստի համեցեք, էստի համեցեք։ Hands այնպես for a minute։ Անտին ապրեք։